Պատկերացրեք մի պահ, երբ մահը կանգնած է դռան շեմին, իսկ փրկությունը թվում է բացարձակապես անհնար։ Տաթևի վանքը պաշարված էր, կրակը լափում էր դարավոր տանիքները, իսկ ներսում դավաճանություն էր հասունանում։ Վանահայրը ծնկի էր իջել, համոզված, որ սա վերջն է։ Ոչ ոք, բացարձակապես ոչ ոք չէր հավատում, որ առավոտը կբացվի։ Նույնիսկ ամենազորեղ աղոթքները թվում էին անզոր, երբ թշնամու սուրը դիպչում էր պարանոցին։ Սարսափը պատել էր բոլորին։ Բայց սա դեռ ամենասարսափելին չէր։ Հենց այդ ճակատագրական վայրկյանին տեղի ունեցավ անբացատրելին, մի բան, որը դուրս է մարդկային բանականության սահմաններից։ Այն, ինչ տեսավ վանահայրը խորանի մոտ, ստիպեց թշնամուն սարսռալ, իսկ վանականներին պապանձվել։ Դա սովորական հրաշք չէր, դա մի ցնցող հայտնություն էր, որը կարող է փոխել պատմության ընթացքը և ստիպել ձեզ վերանայել ձեր ողջ հավատքը։ Պատրաստ եք առերեսվել այդ հզոր ուժին։ Բաժանորդագրվեք հիմա և գրեք ձեր քաղաքը մեկնաբանություններում։ Տեսնենք, թե աշխարհի որ ծայրից եք միանում մեզ։ Սյունյաց աշխարհի լեռնային բարձունքներում փոթորիկը ոռնում էր վիրավոր գազանի պես, անխնա հարվածելով Տաթևի վանքի դարավոր պարիսպներին, կարծես ցանկանալով պոկել սրբազան քարերը մայր հողից և նետել որոտանի անդնդախոր կիրճը, որտեղ խավարն արդեն վաղուց կուլ էր տվել աշխարհի բոլոր գույները։ Գիշեր էր, բայց ոչ խաղաղ ու աստղազարդ, այլ ծանր, ճնշող և չարագուշակ մի գիշեր, որը լցված էր ոչ միայն բնության տարերքի աղմուկով, այլև մահվան սառը շնչով, որը սողոսկում էր վանքի ամենափոքր ճեղքերից ներս։ Վանահայր Գարեգինը, ով ընդամենը 45 տարեկան էր, սակայն ալեհեր մազերով ու կնճռոտ ճակատով հիշեցնում էր աստվածաշնչյան նահապետի, ծնկի էր իջել Սուրբ Պողոս Պետխոս եկեղեցու սառը հատակին, հայացքը հառած դեպի խորանի վրա թրթռացող միակ մոմի դողդոջուն լույսին։ Նրա շուրթերը շարժվում էին անձայն աղոթքի մեջ, բայց սիրտը թրթռում էր ահու սարսափից, քանզի դրսում պարիսպներից անդին լսվում էին ոչ միայն քամու ձայները, այլև մոտեցող անհավատների բանակի ծանր ոտնաձայները, որոնք խոստանում էին ոչնչացնել հայոց հավատքի այս վերջին ամրոցը։ Բայց դա միայն սկիզբն էր այն սարսափի, որը պատրաստվում էր պայթել վանքի ներսում։ Եկեղեցու քարե կամարները, որոնք դարեր շարունակ լսել էին միայն շարականների մեղեդիներն ու խունքի բուրմունքը շնչել, այժմ կարծես սեղմվում էին, փորձելով պաստպանել իրենց գրքում ապաստանած մի բուռ վանականներին։ Հայր Գարեգինը զգում էր յուրաքանչյուր քարի ցավը։ Նա գիտեր, որ այս պարիսպները պարզապես շինություն չեն, սրանք Սուրբ Գրիգոր Լուսավորչի հավատքի նյութականացումն էին, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի մտքի արգասիքը և Սուրբ Գրիգոր Նարեկացու արցունքներով օծված սրբավայրը։ Եթե այսօր վանքը ընկներ, կընկներ ոչ թե մի ամրոց, այլ մի ամբողջ ժողովրդի ոգին։ Նա բարձրացրեց աչքերը դեպի խաչալի պատկերը, և նրա հոգում բախվեցին երկու հսկա ալիքներ՝ մարդկային անասելի վախը և հոգևոր պարտքի անկոտրում գիտակցումը։ Ինչպես կարող էր նա, հասարակ մահկանացուն, դիմակայել այն չարիքին, որը եկել էր ջնջելու Քրիստոսի անունը այս լեռներից։ Հանկարծ ծանր դուռը ճռոցով բացվեց։ Ներս խուժեց սառը քամին, իր հետ բերելով այրվող հծուծի և մոտալուտ արյան հոտը, և եկեղեցու լռությունը խախտվեց արագ ու տագնապալի քայլերի ձայնով։ Դա Տեր Մեսրոպն էր, վանքի ավագ քահանաներից մեկը, ում դեմքը գունատ էր ինչպես մեռելի, իսկ ձեռքերը դողում էին այնպես, կարծես բռնել էին կրակե ածուխներ։ Նա մոտեցավ վանահորը և չհամբերելով նույնիսկ օրհնության, շնչակտուր ձայնով խոսեց, որը արձագանքեց դատարկ գմբեթի տակ։ Հայր Սուրբ, իրավիճակը օրհասական է, շշնջաց նա ձայնի մեջ թաքցնելով խուճապի ճիչը։ Պաշարումը սեղմվում է օղակի պես, ջրհորները ցամաքել են, կամ թշնամին թուննավորել է ակունքները։ Երիտասարդ աբեղաները վախից կորցրել են բանականությունը։ Նրանք ասում են, որ տեսել են, թե ինչպես են անհավատները սրում սրերը մեր պարիսպների տակ։ Մենք պետք է որոշում կայացնենք հիմա, քանի դեռ ուշ չէ։ Գարեգինը դանդաղ ոտքի կանգնեց։ Նրա սև վերարկուն ծածանվեց, ինչպես գիշերային թև։ Նա նայեց Տեր Մեսրոպի աչքերի մեջ և տեսավ այնտեղ այն, ինչից ամենաշատն էր վախենում՝ հավատքի տատանում։ «Եվ ինչ որոշում ես առաջարկում, եղբայր իմ», հարցրեց Գարեգինը, ձայնը պահելով հնարավորինս հաստատուն ու խաղաղ, թեև ներսում փոթորիկ էր։ «Միթե մենք ունենք այլ ճանապարհ, քան աղոթքն ու պայքարը»։ Տեր Մեսրոպը կուլ տվեց կոկորդում կանգնած գնդիկը։ «Մենք պետք է բացենք գաղտնուղիները, Հայր Սուրբ, պետք է վերցնենք սրբազան մասունքները, հնագույն ձեռագրերը և փախչենք դեպի անտառները,
Եթե մնանք այստեղ, կկոտորվենք բոլորս, ծերից մինչև երիտասարդ։ Ինչ հոգուտ, եթե մենք նահատակվենք, իսկ Սուրբ Մաշտոցի գրերը մոխրանան թշնամու կրակներում։ Աստված չի ցանկանում մեր անիմաստ մահը։ Այս խոսքերը հարվածեցին Գարեգինի սրտին ավելի ցավոտ, քան թշնամու նետերը։ Փախչել, լքել Տաթևը, թողնել սրբավայրը պղծման։ Նա հիշեց Սուրբ Հովանես Օձնեցուն, ով իր վեհաշուկ տեսքով և իմաստությամբ կանգնեց արաբական խալիֆի առջև և ստիպեց հարգել հայոց հավատքը։ Միթե նրանց ժառանգները պետք է փախչեն գողերի պես։ Տեր Մեսրոպ, Գարեգինի ձայնը հնչեց խիստ և անդրդվելի, ինչպես վանքի զանգը։ Մեր գանձերը ոսկին ու արծաթը չեն, ոչ էլ անգամ մագաղաթյա մատյանները։ Մեր գանձը հոգին է, որն ապրում է այս պատերի ներսում։ Եթե մենք փախչենք, մենք կփրկենք մարմինը, բայց կսպանենք ոգին։ Ինչ կասեն հավատացյալները, երբ իմանան, որ հովիվները լքել են հոտը գայլերի երախում։ Բայց հոտը մենք ենք, հայր, բղավեց Տեր Մեսրոպը, կորցնելով ինքնատիրապետումը։ Գյուղացիները վաղուց հեռացել են լեռները, մնացել ենք միայն մենք, և եթե մենք մեռնենք, ո՞վ է պատարագ մատուցելու վաղը, ո՞վ է նկրտելու նորացիններին։ Ողջ մնալը պարտականություն է, ոչ թե վախկոտություն։ Վիճաբանությունը ընդհատվեց մի սարսափելի դղրտյունով։ Վանքի բակում ինչ-որ ծանր բան ընկավ, և դրան հաջորդեցին մարդկային ճիչեր։ Գարեգինն ու Մեսրոպը իրար նայեցին և առանց մի բառ ասելու վազեցին դեպի դուռը։ Դուրս գալով գավիթ, նրանք տեսան դժոխային մի տեսարան։ Թշնամին սկսել էր նետել այրվող գնդեր պարիսպների վրայով։ Փայտե տնտեսական շինություններից մեկը արդեն բռնկվել էր, և կրակի լեզուները լիզում էին գիշերային երկինքը, լուսավորելով վազվզող վանականների սարսափահար դեմքերը։ Ծուխը խառնվել էր մառախուղին, ստեղծելով անիրական խեղդող մթնոլորտ։ Ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ վտանգն այսքան մոտ է։ Երիտասարդ սարքավագները, ջրով լի դույլերով, փորձում էին մարել կրակը, բայց ջուրը քիչ էր, իսկ կրակը անողող։ Ամենուրեք քաոս էր։ Մի ծեր վարդապետ գրկել էր խաչքարը և բարձրաձայն աղոթում էր Սուրբ Գրիգոր Նարեկացու խոսքերով. «Ընկալ քաղցրությամբ, Տեր Աստված հզոր, զդառնացողիս զաղաչանս»։ Բայց նրա ձայնը խեղդվում էր կրակի ճարճատյունի և դրսից եկող վայրագ բացականչությունների մեջ։ Հայր Գարեգինը կանգնեց բակի կենտրոնում։ Նա զգաց, թե ինչպես է հուսահատությունը սառը օձի պես փաթաթվում իր սրտին։ Միթե սա վերջն է, միթե Աստված երես է թեքել հայոց աշխարհից։ Նա նայեց վեր, դեպի սևացած երկինքը, որտեղից մոխիր էր թափվում ձյան փաթիլների պես։ «Դադարեցրեք խուճապը», գոռաց նա այնքան ուժգին, որ նույնիսկ կրակի աղմուկը մի պահ լռեց։ «Մենք Քրիստոսի զինվորներն ենք, ոչ թե վախկոտների հրոսակ։ Հավաքվեք եկեղեցում, բոլորդ դեպի եկեղեցի»։ Վանականները, լսելով առաջնորդի ձայնը, սկսեցին շարժվել դեպի տաճարի մուտքը։ Նրանց աչքերում դեռ վախ կար, բայց հիմա կար նաև հույսի մի նշույլ։ Նրանք կարիք ունեին հովվի, ով կառաջնորդեր նրանց խավարի միջով։ Երբ բոլորը ներս մտան, Գարեգինը հրամայեց փակել ծանր դռները և ամրացնել դրանք երկաթե նիգերով։ Եկեղեցու ներսում տիրեց ծանր, լարված լռություն, որը խախտվում էր միայն շնչառության և դրսի պայթյունների խուլ ձայներով։ Բայց ամենասարսափելին դեռ առջևում էր։ Երբ Գարեգինը բարձրացավ խորան, ժողովրդին դիմելու համար, նա նկատեց, որ երիտասարդ նորընծաներից մեկը, 18-ամյա Արմենը, բացակայում է։ Նա հայացքով փնտրեց նրան ամբոխի մեջ, բայց ապարդյուն։ Անհանգստությունը կրկին պատեց նրան։ Արդյոք թղան մնացել է դրսում։ Արդյոք նա վիրավոր է։ «Ուր է Արմենը», հարցրեց նա բարձրաձայն։ Լռություն։ Վանականները նայեցին իրար։ Եվ այդ պահին ստվերից դուրս եկավ մի սարքավագ, ձեռքին բռնած մի պատառոտված թուղթ։ «Հայր Սուրբ», ասաց նա դողդոջուն ձայնով, «ես գտա սա գրատան մուտքի մոտ, սա Արմենի ձեռագիրն է»։ Գարեգինը վերցրեց թուղթը և մոտեցրեց մոմին։ Այն, ինչ նա կարդաց, ստիպեց նրա արյունը սառչել երակներում։ «Ներիր ինձ, Հայր Սուրբ, ես չեմ ուզում մեռնել։ Ես գնում եմ բացելու հյուսիսային փոքր դարպասը։ Նրանք խոստացան խնայել մեր կյանքը, եթե մենք հանձնվենք։ Ես սա անում եմ բոլորիս փրկության համար։ Դավաճանություն, վանքի ներսում»։ Գարեգինը զգաց, որ աշխարհը պտտվում է իր շուրջը։ Հյուսիսային դարպասը տանում էր ուղիղ դեպի վանքի սիրտը։ Եթե թշնամին մտնի այնտեղից, ոչ մի պարիսպ, ոչ մի աղոթք այլևս չի փրկի նրանց։ Սա ավելի վատ էր, քան կրակը, ավելի վատ էր, քան սովը։ Սա Հուդայի համբույրն էր Տաթևի սրբազան հողի վրա։
Նա գնացել է բացելու դարպասը, շշնջաց Գարեգինը, եւ այդ շշուկը որոտի պես տարածվեց եկեղեցում։ Մեր եղբայրը մատնել է մեզ։ Եկեղեցում իրարանցում սկսվեց։ Ոմանք սկսեցին լաց լինել, մյուսները անիծել։ Տեր Մեսրոպը բռնեց գլուխը։ Ես ասում էի, հեկեկաց նա, ես ասում էի, որ պետք է հեռանալ։ Հիմա արդեն ուշ է, մենք կորած ենք։ Բայց Գարեգինը հանկարծ ուղղվեց։ Նրա աչքերում հայտնվեց մի տարօրինակ անբացատրելի կրակ։ Դա վախ չէր, դա զայրույթ չէր, դա վճռականություն էր, որը ծնվում է միայն այն պահին, երբ մարդը կորցնելու ոչինչ չունի։ Նա հասկացավ, որ հիմա հենց այս վայրկյանին որոշվում է ոչ թե իրենց կյանքի, այլ իրենց հոգու ճակատագիրը։ Նա վերցրեց խորանի վրայից ծանր արծաթյա խաչը, որի մեջ ամփոփված էր Սուրբ Խաչափայտի մասունքը։ Լռեք, հրամայեց նա, ոչ ոք կորած չէ, քանի դեռ Աստված մեզ հետ է։ Մենք չենք թողնի, որ դավաճանությունը բացի դժոխքի դռները։ Ես ինքս կգնամ եւ կկանգնեցնեմ նրան։ Բայց դրսում մահ է, հայր, գոչեցին վանականները։ Նետերը տեղում են անձրևի պես։ Մահը դրսում չէ, պատասխանեց Գարեգինը, քայլելով դեպի երգը։ Մահը ներսում է, երբ մենք կորցնում ենք հավատքը։ Մնացեք այստեղ եւ աղոթեք Սուրբ Գրիգոր Լուսավորչին, որպեսզի նա լուսավորի մեր մոլորյալ եղբոր մտքերը։ Աղոթեք Սուրբ Նարեկացուն, որպեսզի նրա խոսքերը վահան դառնան մեզ համար։ Նա բացեց ծանր դուռը եւ դուրս եկավ այրվող գիշերվա մեջ։ Քամին հարվածեց նրա դեմքին, այրելով մաշկը տաք մոխրով։ Նա վազեց դեպի հյուսիսային Պարիսպը, սեղմելով խաչը կրծքին։ Ամեն քայլափոխին նա սպասում էր, որ թշնամուն նետը կխոցի իրեն, բայց ինչ-որ անտեսանելի ուժ կարծես պահպանում էր նրան։ Նա տեսնում էր ստվերները, որոնք շարժվում էին պարիսպների վրա, լսում էր թուրքերի վայրագ ճիչերը, բայց նրա միտքը կենտրոնացած էր միայն մեկ բանի վրա՝ փրկել Արմենին ոչ թե մահից, այլ մեղքից։ Երբ նա հասավ փոքր դարպասի մոտ, տեսավ Արմենին։ Տղան կանգնած էր երկաթե նիգի մոտ, ձեռքերը դրած սառը մետաղին։ Նա լաց էր լինում, ամբողջ մարմնով դողում, բայց պատրաստվում էր բարձրացնել ծանր փականը։ Դրսից արդեն լսվում էին թշնամու հարվածները փայտին։ Նրանք գիտեին, նրանք սպասում էին։ Արմեն, գոռաց Գարեգինը, ձայնը խլացնելով քամու ոռնոցը։ Տղան ցնցվեց եւ շրջվեց։ Նրա աչքերը լի էին սարսափով եւ խելագարությամբ։ Մի մոտեցեք, հայր, գոռաց նա, ես պետք է բացեմ, նրանք խոստացան, նրանք կխնայեն մեզ։ Նրանք ստում են, որդիս, ասաց Գարեգինը, դանդաղ մոտենալով նրան։ Սատանան միշտ ստում է, երբ խոստանում է կյանք հոգու դիմաց։ Մի արա դա, մի դարձիր դավաճան։ Ես չեմ ուզում մեռնել, հեքեկաց Արմենը եւ բռնեց նիգը։ Այդ պահին դարպասը ուժգին ցնցվեց դրսի հարվածից։ Փայտը ճակ տվեց։ Արմենը ճչաց եւ հետ թռավ, բայց նիգը արդեն շարժվել էր տեղից։ Դարպասը սկսեց դանդաղ բացվել։ Հայր Գարեգինը նետվեց առաջ։ Նա իր ուսով հարվածեց դարպասին, փորձելով փակել այն, բայց թշնամու ուժը դրսից ավելի մեծ էր։ Նա տեսավ դռան ճեղքից փայլող սրերը եւ վայրագ աչքերը։ Նա զգաց, որ ուժերը լքում են իրեն։ Տեր Աստված, շշնջաց նա, օգնիր ինձ։ Եվ հանկարծ, հենց այդ պահին, երբ թվում էր, թե ամեն ինչ վերջացած է եւ թշնամին ներխուժելու է վանք, օդում տարածվեց մի տարօրինակ սուր ձայն։ Դա նման չէր ոչ քամու, ոչ էլ մարդկային ձայնի։ Դա նման էր հազարավոր թևերի թափահարման։ Գարեգինը զգաց, թե ինչպես մի հզոր տաք հալիք հարվածեց իր մեջքին, եւ դարպասը անհավանական ուժով շրխկաց, փակվելով հենց թշնամու քթի տակ։ Նիգը ինքն իրեն ընկավ տեղը, կարծես անտեսանելի ձեռքով ուղղորդված։ Դրսից լսվեցին զարմացած եւ վախեցած բացականչություններ։ Գարեգինը շնչակտուր ընկավ գետնին, մեջքով հենվելով փակ դռանը։ Արմենը նայում էր նրան, աչքերը լայն բացած, կարծես ուրվական էր տեսել։ Ինչ էր դա, կակաձեց տղան։ Գարեգինը նայեց վեր։ Գիշերային խավարի մեջ, հենց նրանց գլխավերևում, օդը կարծես թրթրում էր կապտավուն հազիվ նշմարելի լույսով։ Նա չգիտեր, դա հրեշտակ էր, թե սուրբ, բայց նա գիտեր մեկ բան՝ նրանք մենակ չեն։ Սա պատասխանն էր, որդիս, ասաց Գարեգինը դժվարությամբ ոտքի կանգնելով եւ մեկնելով ձեռքը դեպի ընկած նորընծան։ Աստված չի լքել տաթևը, բայց պայքարը դեռ նոր է սկսվում։ Եվ այս գիշեր մենք տեսնելու ենք բաներ, որոնք մարդկային միտքը իզորու չէ ընկալել։ Նա բռնեց Արմենի ձեռքը եւ քաշեց դեպի եկեղեցին։
Դրսում փոթորիկը հանդարտվել էր մի պահ, կարծես բնություն ինքը շունչը պահած սպասում էր, թե ինչ է լինելու հաջորդիվ։ Իսկ եկեղեցու գմբեթի վրա, խաչի շուրջը, սկսել էր հավաքվել մի տարօրինակ խիտ ամպ, որը լուսավորված էր ոչ թե լուսնի, այլ ներքին առեղծվածային լույսով։ Տաթևի վանքի գլխավերևում կախված առեղծվածային լույսը դանդաղորեն մարեց, ձուլվելով գիշերային խավարին, սակայն նրա թողած հետքը դեռ երկար ժամանակ մնալու էր վանականների սրտերում որպես անջնջելի դրոշմ։ Եկեղեցու ներսում տիրող լռությունը ավելի ծանր էր, քան դրսում մոլեգնող փոթորիկը, քանզի դա սպասման, անորոշության և հենց նոր տեղի ունեցած հրաշքի ճնշող լռությունն էր։ Հայր Գարեգինը, ում ձեռքերը դեռ դողում էին դարպասի մոտ ապրած լարվածությունից, ներս մտավ գավիթ, իր հետևից քարշ տալով կիսամեռ Արմենին։ Նորընծան հազիվ էր շնչում, նրա դեմքը սպիտակել էր կավիճի պես, իսկ աչքերում սառել էր անասելի սարսափը։ Վանականները, ովքեր մինչ այդ շշնջում էին և աղոփում, քարացան իրենց տեղերում, տեսնելով վանահոր խիստ, բայց միևնույն ժամանակ լուսավորված դեմքը։ Բայց դա խաղաղություն չէր, այլ փոթորիկից առաջ տիրող անդորր։ Նա ողջ է, հայտարարեց Գարեգինը, Արմենին հանձնելով երկու սարկավագների խնամքին։ Նորընծան հազիվ էր շնչում, նրա դեմքը սպիտակել էր կավիճի պես, իսկ աչքերում սառել էր անասելի սարսափը։ Վանականները, ովքեր մինչ այդ շշնջում էին և աղոթում, քարացան իրենց տեղերում, տեսնելով վանահոր խիստ, բայց միևնույն ժամանակ լուսավորված դեմքը։ Բայց դա խաղաղություն չէր, այլ փոթորկից առաջ տիրող անդորր։ Նա ողջ է, հայտարարեց Գարեգինը, Արմենին հանձնելով երկու սարկավագների խնամքին, բայց նրա հոգին վիրավոր է, աղոթեք նրա համար, ոչ թե դատեք։ Այդ պահին ամբոխի միջից դուրս եկավ մի բարձրահասակ, ալեհեր հոգևորական, մանուշակագույն ֆիլոնով և ոսկեզոծ պանակեով։ Դա եպիսկոպոս Ներսեսն էր, Սյունյաց թեմի ամենաազնեցիկ դեմքերից մեկը, ով վանքում էր գտնվում պատահաբար, ուխտագնացության նպատակով։ Ներսեսը հայտնի էր իր սառը դատողությամբ և պրագմատիզմով, որը հաճար հակասում էր Գարեգինի միստիկ հավատքին։ Նա չէր տեսել դարպասի մոտ տեղի ունեցածը, նա միայն տեսել էր խուճապն ու անկարգությունը։ Հայր Գարեգին, Ներսեսի ձայնը հնչեց ինչպես մետաղի հարվածը քարին։ Դուք խոսում եք հոգու փրկության մասին, Երբ մեր մարմինները վտանգված են։ Ինչ էր այդ աղմուկը։ Լուրեր են պտտվում, որ դուք կախարդանք եք բանեցրել, մարդիկ վախեցած են։ Գարեգինը նայեց եպիսկոպոսին։ Նա հիշեց իր անցած ուղին։ 25 տարի առաջ, երբ ինքը դեռ երիտասարդ ուսանող էր Գլաձորի համալսարանում, սովորում էր մեծանուն ուսուցիչ Եսայի Նչեցու մոտ։ Այնտեղ, գրքերի և մագաղացների աշխարհում, նա հասկացել էր մի պարզ ճշմարտություն. հայ ժողովրդի ուժը ոչ թե բերդերի, այլ գրչի մեջ է։ Նա տեսել էր, թե ինչպես են կայսրություններ կործանվում, բայց գիրը մնում է։ Եվ հենց այդ գիտակցումն էր նրան բերել Տաթև, դառնալու այս հոգևոր համալսարանի պահապանը։ Դա կախարդանք չէր, սրբազան հայր, պատասխանեց Գարեգինը խոնարհությամբ, բայց հաստատակամությամբ։ Դա Տիրոջ աչքն էր։ Դուք հարցնում եք վախի մասին, վախը գալիս է անհավատությունից։ Այս վանքը կառուցվել է ոչ թե որպես թաքստոց, այլ որպես փարոս։ Փարոսը չի կարող վառվել, երբ նավթ չկա, ընդհատեց Ներսեսը, մատը տնկելով դեպի վառվող մոմերը։ Մենք պետք է բանակցենք։ Ես լսել եմ, որ թշնամու հրամանատարը հարգում է ոսկին։ Մենք ունենք եկեղեցական սպասք, ունենք խաչեր։ Տվեք դրանց նրանց, և նրանք կհեռանան։ Եկեղեցում իրարանցում սկսվեց։ Շատերի համար Ներսեսի առաջարկը փրկություն էր թվում։ Կյանքը քաղցր է, իսկ ոսկին ընդամենը մետաղ, բայց Գարեգինի համար դա մահվան դատավճիռ էր։ Դուք առաջարկում եք գնել մեր կյանքը սրբապղծությամբ։ Գարեգինը քայլեց դեպի խորանը և բարձրացրեց մի հին կաշեպատ գիրք։ Դա ոչ թե ոսկյա կազմով ավետարան էր, այլ հասարակ մաշված մի ձեռագիր։ Սա, ասաց նա, գիրքը ցույց տալով բոլորին, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի աշակերտների կողմից գրված մեկնությունն է։ Այս վանքը, Տաթևը, դարեր շարունակ եղել է իմաստության օրան։ 9-րդ դարում, երբ Սյունյաց իշխանները հիմնեցին այս տաճարը, նրանք երդվեցին ոչ թե իրենց գանձերը, այլ հայոց լեզուն և հավատքը։ Մենք այստեղ ենք ոչ թե պատահաբար, այլ որպես ժառանգներ։ Եթե մենք տանք նրանց սուրբ անոթները, վաղը նրանք կուզեն մեր զավակներին, իսկ մյուս օրը մեր հոգիները։
Խոսքերը կախվեցին օդում։ Գարեգինի հեղինակությունը, որը նա վաստակել էր տարիների ճգնավորությամբ եւ ուսումնասիրություններով, Անսասան էր։ Նա հայտնի էր նրանով, որ գիշերները անցկացնում էր մատենադարանում, վերծանելով հին ձեռագրերը, եւ ցերեկները աշխատելով շինարարների հետ, ամրացնելով պարիսպները։ Նա գիտեր յուրաքանչյուր քարի պատմությունը։ Հանկարծ ստվերից դուրս եկավ մի կին սև գլխաշորով եւ խոշշոմած դեմքով։ Դա Մայր Հռիփսիմեն էր, վանքի տնտեսուհին, ով ավելի շատ գիտեր վանքի գաղտնիքների մասին, քան որևէ եպիսկոպոս։ Նա ձեռքին բռնել էր մի փոքրիկ կավե աման։ «Հայր Գարեգին», ասաց նա ցածր, բայց հստակ ձայնով։ «Պարենը վերջանում է, մնացել է միայն 3 օրվա հաց եւ մի քիչ ջուր։ Երեխաները լաց են լինում նկուղներում։ Եթե հրաշք չլինի, մենք կմեռնենք սովից մինչև թուրքերը կկոտրեն դուռը»։ Իրավիճակը գնալով բարդանում էր։ Գարեգինը նայեց Հռիփսիմեին։ Այս կինը կորցրել էր իր ամուսնուն եւ 3 որդիներին նախորդ պատերազմում, բայց երբեք չէր տրտնջացել։ Նա ծառայում էր վանքին, լվանալով հատակները եւ խնամելով հիվանդներին։ Նրա հավատքը պարզ էր, առանց աստվածաբանական բարդությունների, բայց ամուր, ինչպես գրանիտը։ «Մայր Հռիփսիմե», ասաց Գարեգինը քնքշությամբ, «հիշիր Գեղիա մարգարեին եւ այրի կնոջը։ Ալյուրի կարասը չի դատարկվի եւ յուղի սափորը չի պակասի։ Բաժանիր եղածը հավասար, առաջինը երեխաներին, հետո ծերերին։ Մենք վանականներս կծոմապահենք»։ Ներսես եպիսկոպոսը փնչացրեց. «Հրաշքներ եք խոստանում, Գարեգին, սա անպատասխանատվություն է։ Ես պահանջում եմ, որ առավոտյան պատվիրակություն ուղարկենք»։ Հակամարտությունը հասնում էր իր գագաթնակետին։ Եկեղեցին բաժանված էր երկու մասի՝ նրանք, ովքեր հավատում էին Գարեգինի տեսիլքին, եւ նրանք, ովքեր սարսափած էին սովից ու սրից։ Եվ հենց այդ պահին, երբ թվում էր, թե եղբայրասպան վեճ է սկսելու, գմբեթի տակ հնչեց զանգի միայնակ տագնապալի ղողանջը։ Ոչ թե ժամերգության կոչնակն էր, այլ վտանգի ազդանշանը։ Բոլորը լռեցին։ Գարեգինը առաջինը վազեց դեպի աստիճանները, որոնք տանում էին դեպի պարիսպների դիտակետը։ Բարձրանալով վեր, նրանք տեսան, որ լուսաբացը արդեն բացվել է, եւ արևի առաջին շողերը լուսավորել են որոտանի կիրճը։ Տեսարանը, որը բացվեց նրանց առջև, ստիպեց սառել արյունը։ Թշնամու բանակը չէր հարձակվում։ Նրանք շարվել էին կատարյալ կարգապահությամբ, հազարավոր զինվորներ, ձիավորներ եւ պաշարողական մեքենաներ։ Բայց ամենազարմանալին այն էր, որ բանակի կենտրոնում կանոնեցված էր մի հսկայական սեղան, ծածկված կարմիր թավշով։ Սեղանի մոտ նստած էր թշնամու հրամանատարը, շրջապատված գրագիրներով։ «Ինչ են անում նրանք», հարցրեց երիտասարդ սարքավակներից մեկը։ «Նրանք չեն պատրաստվում կռվել», շշնջաց Գարեգինը, աչքերը կկոցելով։ «Նրանք պատրաստվում են դատել մեզ»։ Հրամանատարը ոտքի կանգնեց եւ ձեռքը բարձրացրեց։ Նրա կողքին կանգնած թարգմանիչը առաջ եկավ եւ բարձրախոսով գոռաց այնպես, որ ձայնը արձագանքեց ձորում. «Հայեր, Տաթևի բնակիչներ, մեծ էմիրը ողորմած է, նա գիտի, որ ձեր դարպասները փակվեցին հրաշքով, նա հարգում է ուժը, որը պաշտպանում է ձեզ»։ Վանականները զարմացած նայեցին իրար։ Միթե թշնամին տեսել էր լույսը, միթե նրանք հավատացել են։ Բայց թարգմանիչը շարունակեց, եւ հաջորդ խոսքերը ջարդուփշուր արեցին ցանկացած հույս։ «Սակայն էմիրը գիտի նաեւ, որ դուք թաքցնում եք մի բան, որը չի պատկանում ձեզ։ Մենք չենք ուզում ձեր ոսկին, մենք չենք ուզում ձեր կանանց, մենք պահանջում ենք միայն մեկ բան՝ հանձնեք մեզ կարմիր ավետարանը, որը դուք թաքցրել եք գաղտնարանում 3 օր առաջ։ Եթե հանձնեք այն մինչև կեսօր, դուք ազատ եք։ Եթե ոչ, մենք կքանդենք այս վանքը քար առ քար, մինչև գտնենք այն»։ Լռություն, մահացու լռություն։ Գարեգինը զգաց, թե ինչպես է գետինը փախչում ոտքերի տակից։ Նա դանդաղ շրջվեց եւ նայեց իր հետևում կանգնած միաբանությանը։ Նրա հայացքը սևեռվեց Ներսես եպիսկոպոսի, ապա Մայր Հռիփսիմեի եւ վերջապես Տեր Մեսրոպի վրա։ Կարմիր ավետարանը։ Դա մի գաղտնիք էր, որի մասին գիտեին միայն 3 մարդ։ Այդ գիրքը բերվել էր Կիլիկիայից գաղտնի ճանապարհներով։ Այն պարունակում էր մարգարեություններ եւ հնագույն աղոթքներ, որոնք ըստ ավանդության գրի էին առնվել հենց Գրիգոր Լուսավորչի տեսիլքների ժամանակ։ Դրա գոյության մասին ոչ ոք չպետք է իմանար։ Ինչպես էր թշնամին իմացել դրա մասին։ Ո՞վ։ Գարեգինի ձայնը հազիվ էր լսվում, բայց այն հնչում էր ավելի սարսափելի, քան ամպրոպը։ Ո՞վ է պատմել նրանց։ Արմենը նկուղում էր, նա չէր կարող իմանալ այդ գրքի մասին։ Դավաճանը Արմենը չէր։ Դավաճանը մեկն էր, ով կանգնած էր հենց այստեղ, պարսպի վրա, ու սուսի տված։ Մեկը, ով կրում էր սքեմ եւ խարճ։ Գարեգինը հասկացավ սարսափելի ճշմարտությունը։
Պատերազմը դրսում չէր, պատերազմը ներսում էր, եւ թշնամին փնտրում էր ոչ թե հող, այլ բանալին դեպի հայոց հոգևոր զորությունը։ «Հայր Գարեգին», ասաց Ներսեսը, նեղացած աչքերով նայելով նրան, «ինչ գրքի մասին են նրանք խոսում, դուք մեզնից ինչ-որ բան եք թաքցնում»։ Գարեգինը նայեց եպիսկոպոսին, հետո նայեց վար, դեպի սպասող բանակը։ Նա գիտեր, որ այդ գիրքը հանձնելը հավասարազոր է հոգին սատանային վաճառելուն, բայց եթե չհանձնի, հազարավոր մարդիկ կզոհվեն։ Նրանք գիտեն, շշնջաց մայր Հռիփսիմենը խաչակնքելով, Տեր Աստված, մեր մեջ օձ կա։ Եվ հենց այդ պահին արևի ճառագայթը ընկավ վանքի գլխավոր խաչի վրա, եւ մի սև ագռավ իջավ ու նստեց խաչաթևին, կռալով չարագուշակ ձայնով։ Ժամանակը սկսեց հետ հաշվարկը։ Կեսօրին մնացել էր ընդամենը 4 ժամ։ Ագռավի չարագուշակ կռոցը դեռ արձագանքում էր Տաթևի վանքի սառը քարերի մեջ, երբ Ներսես եպիսկոպոսը կտրուկ շրջվեց դեպի հայր Գարեգինը, դեմքին կրելով ոչ թե վախի, այլ սառը, անողոք հաշվարկի կնիխը։ Ժամանակը սկսել էր հոսել ավազի հատիկների պես, արագ եւ անվերադարձ, իսկ յուրաքանչյուր հատիկի հետ մոտենում էր կեսօրը, որը խոստանում էր կամ փրկություն, կամ համընդհանուր կործանում։ Եկեղեցու ներսում տիրող լարվածությունը այնքան խիտ էր, որ թվում էր կարելի է դանակով կտրել օդը, իսկ վանականների հայացքները վազում էին մեկից մյուսը, փնտրելով դավաճանին, ով համարձակվել էր թշնամուն հայտնել կարմիր ավետարանի գաղտնիքը։ Ով կարող էր լինել այդ Հուդան։ Միթե նա կանգնած է հենց հիմա նրանց կողքին, խոնարհաբար գլուխը կախած։ Դուք լսեցիք նրանց, հայր Գարեգին, Ներսեսի ձայնը հնչեց ցածր, բայց հրամայական, ինչպես դատավճիռ։ Նրանք ուզում են ընդամենը մեկ գիրք։ Միթե մի կտոր մագաղաթը ավելի թանկ է, քան այս հարյուրավոր անմեղ հոգիները, որոնք ապավինել են մեզ։ Տվեք նրանց այդ անիծյալ ավետարանը եւ վերջ տվեք այս մղձավանջին։ Գարեգինը զգաց, թե ինչպես է զայրույթը եռում իր երակներում, բայց նա զսպեց իրեն, հիշելով, որ բարկությունը մեղք է։ Հատկապես Սուրբ Խորանի առջև։ Նա նայեց եպիսկոպոսի աչքերի մեջ եւ տեսավ այնտեղ միայն վախ, քողարկված իմաստության դիմակի տակ։ Սա սոսկ գիրք չէր, դա հայոց հավատքի սրտի բաբախյունն էր, որը պահպանվել էր դարեր շարունակ, թաքցվելով քարանձավներում եւ պատերի մեջ, որպեսի չպղծվի օտարի ձեռքով։ Սրբազան, պատասխանեց Գարեգինը, ձայնը դողացնելով հուզմունքից։ Այդ գիրքը կարմիր է կոչվում ոչ թե թանակի, այլ այն արյան պատճառով, որը քափվել է նրա վրա։ Վարդանանանց պատերազմից մինչև այսօր մեր նախնիները զոհվել են, որպեսի այդ սրբությունը հասնի մեզ։ Եթե մենք հանձնենք այն, մենք կուրանանք մեր անցյալը։ Ինչ արժեք ունի կյանքը, եթե այն գնված է դավաճանության գնով։ Դավաճանություն, գոռաց Ներսեսը, մոռանալով իր աստիճանը։ Դավաճանությունը քո համառությունն է, Գարեգին։ Դու ուզում ես նահատակվել, բայց իրավունք չունես տանել քեզ հետ այս մարդկանց։ Ես, որպես եպիսկոպոս, հրամայում եմ քեզ, բեր գիրքը։ Եկեղեցին քարացավ։ Սա այլևս պարզ վիճաբանություն չէր, սա իշխանության բացահայտ բախում էր։ Երկու ճշմարտություն բախվել էին իրար՝ հոգևոր անզիջումը եւ աշխարհիկ պրագմատիզմը։ Վանականները շփոթված էին, ում լսել՝ վանահորը, ով փրկեց նրանց հրաշքով, թե եպիսկոպոսին, ով ներկայացնում էր եկեղեցական բարձրագույն իշխանությունը։ Իրավիճակը դարձավ անտանելի, բայց դա միայն սկիզբն էր փորձության։ Հանկարծ ամբոխի միջից առաջ եկավ Տեր Մեսրոպը։ Նրա դեմքը այլայլված էր, իսկ աչքերում փայլում էր մի տարօրինակ կրակ։ Նա մոտեցավ Գարեգինին եւ ծնկի իջավ, համբուրելով նրա աչը։ Հայր Սուրբ, ասաց նա դողդոջուն ձայնով, միգուցե կա այլ ճանապարհ։ Մեր գրատանը կա մի հին ավետարան, որը արթաքուստ շատ նման է կարմիրին։ Կազմը նույնն է, մագաղաթը հին։ Անհավատները չեն տարբերի սուրբը հասարակից։ Տանք նրանց կեղծիքը։ Այդպես մենք կփրկենք եւ գիրքը, եւ ժողովրդին։ Գարեգինը ցնցվեց։ Խաբեցյուն, սուտ, հանուն փրկության, միթե Աստված կորնի նման քայլը։ Բայց մյուս կողմից, նայելով վախեցած երեխաների աչքերին, նա հասկացավ, որ սա կարող է լինել միակ ելքը։ Ներսես եպիսկոպոսը անմիջապես կառչեց այդ մտքից։ Հանճարեղ է, բացականչեց նա, Աստված ինքը դրեց այդ միտքը քո շուրթերին։ Տեր Մեսրոպ, Գարեգին, դու չես կարող մերժել այս առաջարկը։ Սա իմաստություն է, ոչ թե մեղք։ Գարեգինը երկմտում էր։ Նրա խիղճը տանջում էր նրան, բայց ժամանակը սպառվում էր։ Նա նայեց մայր Հռիփսիմեին, ով լուռ աղոթում էր անկյունում, եւ գլխով արեց։
Լավ, ասաց նա ծանր հոգոց հանելով, բայց մենք պետք է գնանք գաղտնարան, իսկական գիրքը պետք է տեղափոխել ավելի ապահով տեղ, իսկ կեղծը պատրաստել։ Եվ հիշեք, ոչ ոք բացի մեզնից չպետք է իմանա այս մասին։ Եթե դավաճանը իմանա խաբեության մասին, մենք բոլորս դատապարտված ենք։ Նրանք շարժվեցին դեպի խորանի աջ կողմը, որտեղ գտնվում էր դեպի ստորգետնյա գաղտնարան տանող նեղ դուռը։ Գարեգինը, Ներսեսը, Տեր Մեսրոպը եւ երկու վստահելի աբեղաներ վառեցին ջահերը եւ սկսեցին իջնել խոնավ մութ աստիճաններով։ Օդը ներքևում ծանր էր եւ հոտում էր խունկի ու հնության խառնուրդով։ Յուրաքանչյուր քայլափոխի ստվերները պարում էին պատերին, ստեղծելով ուրվականների պատրանք։ Սրտի տրոփյունը խլացնում էր ոտնաձայները։ Գաղտնարանը մի փոքրիկ կլոր սենյակ էր, փորված անմիջապես ժայռի մեջ։ Կենտրոնում դրված էր մի քարե սեղան, որի վրա հանգչում էր փայտե արկաղը, զարդարված արծաթյա խաչերով։ Այնտեղ էր կարմիր ավետարանը։ Գարեգինը մոտեցավ արկղին, նրա ձեռքերը դողում էին։ Նա զգում էր սրբության զորությունը, որը ճարագում էր արկղից։ Արագացրեք, շտապեցրեց Ներսեսը, կեսօրին մնացել է 2 ժամ։ Գարեգինը հանեց գոտուց կախված բանալին եւ մտցրեց կողպեկի մեջ։ Մետաղի չրթոցը հնչեց ինչպես կրակոց լռության մեջ։ Նա բարձրացրեց ծանր կափարիչը, եւ այդ պահին տեղի ունեցավ անհավանականը։ Արկղը դատարկ էր։ Գարեգինը քարացավ։ Նա թարթեց աչքերը, հուսալով, որ սա տեսիլք է, խաբկանք, բայց ոչ։ Արկղի ներսում չկար ոչինչ, բացի մի փոքրիկ ոլորված մագաղաթի կտորից։ Ներսեսը մոտեցավ եւ նայեց ներս։ Նրա դեմքը գունատվեց։ Ուր է գիրքը, շշնջաց նա սարսափահար։ Գարեգին, դու խաղում ես մեզ հետ։ Ես չգիտեմ, կակագեց Գարեգինը։ Այն այստեղ էր երեք գիշերը, ես ինքս եմ ստուգել։ Տեր Մեսրոպը վերցրեց մագաղաթի կտորը արկղի միջից եւ կարդաց։ Նրա ձեռքերը թուլացան եւ թուղթը ընկավ գետնին։ Ինչ է գրված, հարցրեց Գարեգինը։ Փնտրեք այն։ Ինչ կորցրել եք ձեր հոգում, ոչ թե քարերի մեջ բերեց Մեսրոպը, եւ ներքևում ստորագրված է միաբանության պահապան։ Սա ծաղր էր, դաժան անմարդկային ծաղր։ Դավաճանը ոչ միայն հայտնել էր թշնամուն գրքի մասին, այլև գողացել էր այն հենց նրանց քթի տակից։ Եվ ամենասարսափելին այն էր, որ գողը պետք է ունենար բանալի, իսկ բանալին կար միայն մեկ մարդու մոտ, հայր Գարեգինի։ Բոլոր հայացքները ուղղվեցին դեպի վանահայրը։ Դու, ասաց Ներսեսը հետ քաշվելով, դու ես տարել այն։ Դու ուզում ես, որ մենք բոլորս մեռնենք, որպեսզի դու սուրբ հռչակվես։ Դու խելագար ես։ Ոչ, գոռաց Գարեգինը, ես երդվում եմ սուրբ խաչով, սա սադրանք է, ինչ որ մեկը կրկնօրինակել է բանալին։ Իրավիճակը հասավ պայթյունավտանգ կետի։ Աբեղաները ձեռքերը տարան դեպի գոդիները, թեև զենք չունեին։ Կասկածը թույնի պես տարածվել էր սենյակում, եւ հենց այդ պահին, երբ նրանք պատրաստ էին հարձակվել իրար վրա, վերևից լսվեց դռան ծանր շրխկոցը։ Բոլորը վեր նայեցին։ Դեպի գաղտնարան տանող միակ ելքը փակվել էր դրսից։ Բաց արեք, գոռաց Տեր Մեսրոպը եւ վազեց աստիճաններով վեր։ Նա հարվածեց դռանը, բայց այն անշարժ էր։ Դրսից լսվեց երկաթե նիգի ձայնը, որը սահեց իր տեղը։ Նրանք թակարտում էին։ Մենք կորած ենք, հեծկլտաց երիտասարդ աբեղաներից մեկը։ Մեզ փակել են այստեղ, որպեսի թշնամին գա եւ տանի մեզ։ Գարեգինը կանգնած էր քարե սեղանի մոտ, գլուխը կախ։ Նա հասկացավ սատանայական ծրագիրը։ Դավաճանը մեկուսացրել է առաջնորդներին։ Հիմա, երբ վանքը մնացել է առանց հովվի եւ առանց եպիսկոպոսի, խուճապը կկործանի ամեն ինչ։ Դավաճանը կբացի դարպասները եւ թշնամին կմտնի առանց դիմադրության։ Բայց ամենավատը դեռ առջևում էր։ Ջահերից մեկը սկսեց թարթել եւ հանգչել։ Թթվածինը պակասում էր։ Գաղտնարանը փոքր էր, իսկ նրանք 5 հոգի էին։ Լսեք, ասաց Գարեգինը, բարձրացնելով գլուխը։ Նրա աչքերում այլևս խուճապ չկար, այլ սառը վճռականություն։ Մենք փակված ենք, այո, գիրքը գողացված է, այո, բայց նրանք մոռացել են մի բան։ Այս գաղտնարանը կառուցել է Սուրբ Գրիգոր Տաթևացին, եւ նա երբեք չի կառուցել փակուղի։ Նա մոտեցավ պատին, որի վրա փորագրված էր հին հայկական խաչքար։ Նա սկսեց շոշափել քարերը։ Ինչ ես անում, հարցրեց Ներսեսը, ով արդեն շնչակտուր էր լինում։ Փնտրում եմ ճշմարտությունը, պատասխանեց Գարեգինը։ Լեգենդն ասում է, որ այստեղից կա մի ճանապարհ, որը տանում է ոչ թե դուրս, այլ ավելի խորը, դեպի վանքի իսկական հիմքերը։ Հանկարծ նրա մատները գտան մի փոքրիկ փոսորակ խաչի կենտրոնում։ Նա սեղմեց այն։ Լսվեց մի ցածր ստորգետնյա դղրդյուն։ Պատը սկսեց դանդաղ շարժվել։
Բայց այն, ինչ բացվեց նրանց առջև պատի հետևում, ստիպեց Ներսես եպիսկոպոսին հետ քաշվել և խաչակնքել սարսափից։ «Տեր ողորմյա», շշնջաց նա, «սա անհնար է»։ Մութ խորշի մեջ նստած էր մի մարդ, շղթայված պատին։ Նրա մազերը երկար էին և սպիտակ, հագուստը պատառոտված։ Նա բարձրացրեց գլուխը և նայեց եկվորներին կաթնագույն, կույր աչքերով։ Եվ նրա ծնկներին դրված էր կարմիր ավետարանը։ «Ես սպասում էի ձեզ», ասաց ծերունին ձայնով, որը կարծես գալիս էր գերեզմանից։ «Ժամանակն է վճարելու մեղքերի համար»։ Գարեգինը ճանաչեց նրան։ Դա նախկին վանահայրն էր, ում բոլորը համարում էին մահացած 10 տարի առաջ։ Նա ողջ էր, և նա պահում էր գիրքը։ Դրսում վերևում լսվեց թշնամու փողերի ձայնը։ Կեսօրը եկել էր։ Թշնամու փողերի սուր, ականջ ծագող ձայնը ներթափանցել գետնի հաստ շերտերի միջով, հասնելով մինչև գաղտնարանի ամենախոր անկյունները։ Սակայն այդ ձայնը ոչինչ էր այն սառը գերեզմանային լռության համեմատ, որը տիրում էր 5 տղամարդկանց միջև։ Նրանց առջև խոնավ պատին շղթայված նստած էր մի ուրվական, որին ողջ սյունյաց աշխարհը սգացել էր ուղիղ 10 տարի առաջ, մատուցելով հոգեհանգստյան պատարագներ և կանգնեցնելով խաչքարեր։ Հայր Սահակը, Տաթևի նախկին վանահայրը, ոչ թե մեռել էր, այլ թաղվել էր ողջ, դառնալով սեփական վանքի բանտարկյալը։ Եվ այդ տեսարանը այնքան անհավանական էր, որ հայր Գարեգինի մտքերը խառնվեցին իրար, կորցնելով իրականության զգացողությունը։ Ինչպես, ով էր հանդգնել ձեռք բարձրացնել սրբակյաց ծերունու վրա։ Եվ ամենասարսափելին, ինչու էր նա դեռ ողջ, և ինչու էր սխմում կարմիր ավետարանը իր կրծքին, ինչպես մայրը մեռնող զավակին։ Դուք ուշացաք, կրկնեց ծերունին, իր կույր կաթնագույն աչքերը ուղղելով դեպի Ներսես եպիսկոպոսը, կարծես տեսնում էր նրա հոգու ամենամութ ծալքերը։ Ժամանակը, որը դուք վաճառեցիք ոսկու և փառքի դիմաց, այլևս սպառվել է, և հիմա եկել է հատուցման պահը։ Ներսես եպիսկոպոսը, ով միշտ աչքի էր ընկնում իր սառնասրտությամբ և հռետորական հմտություններով, այժմ նման էր մի խեղճ երեխայի, ով բռնվել է հանցանքի վայրում։ Նրա դեմքը այլայլվել էր, շրթունքները դողում էին, իսկ ճակատին հայտնվել էին քրտինքի խոշոր կաթիլներ։ Նա ճանաչեց Սահակին։ Ավելին, նա գիտեր, թե ինչու է ծերունին այստեղ, և այդ գիտակցումը նրան ավելի շատ էր սարսափեցնում, քան դրսում սպասող թուրքական բանակը։ Սա անհնար է, կակազեց Ներսեսը, հետ գնալով մինչև մեջքով հպվեց սառը քարին։ Մենք կարծում էինք, ինձ ասել էին, որ նա մահացել է ժանտախտից։ Քեզ ասել էին, Ներսես, հայր Սահակի ձայնը հնչեց անսպասելիորեն հզոր, արձագանքելով փոքրիկ խցում, թե դու նախընտրեցիր հավատալ ստին, որովհետև ճշմարտությունը շատ ծանր էր քո ուսերի համար։ Եկեղեցու պատիվը, ահա թե ինչ էիք դուք անվանում ձեր վախկոտությունը։ Գարեգինը մոտեցավ ծերունուն և ծնկի իջավ նրա առջև, փորձելով դիպչել նրա շղթաներին։ Երկաթը ժանգոտ էր և մխրճվել էր մաշկի մեջ, առաջացնելով խորը վերքեր, որոնք վաղուց սպիացել էին, բայց դեռ ցավ էին պատճառում։ Սա չարչարանք էր, սա նահատակություն էր, ոչ թե անհավատի, այլ եղբոր ձեռքով։ Հայր Սահակ, շշնջաց Գարեգինը, արցունքները խեղդելով կոկորդում, ո՞վ արեց սա ձեզ հետ, ասեք անունը։ Ծերունին դանդակ շրջեց գլուխը դեպի Գարեգինը, նրա դեմքին հայտնվեց մի դառը, ցավալի ժպիտ։ Անունը կարևոր չէ, որդիս, քանզի դահիճը մի մարդ չէր, այլ համակարգը, որը վախեցավ իմ տեսիլքից։ Նրանք վախեցան, որ ես կբացեմ այս գիրքը և կկարդամ այն, ինչ գրված է վերջին էջում։ Նրանք վախեցան, թե ինչ կասեն հավատացյալները, եթե իմանան, որ մեր սրբությունների հիմքում երբեմն դրված է ոչ թե հավատք, այլ մեղք։ Իրավիճակը կտրուկ փոխվեց։ Մինչ այդ պահը նրանք կարծում էին, որ պայքարում են արտաքին թշնամու դեմ, հանուն հավատքի պահպանման, բայց հիմա պարզվեց, որ թշնամին ներսում է, և այդ թշնամին սնվում է հենց եկեղեցու վախերից։ Ինչ կասեն հավատացյալները։ Այս արտահայտությունը դարձել էր այն բանալին, որով փակել էին սուրբ մարդուն զնդանում։ Հանկարծ վերևից լսվեց մի ուժգին պայթյուն։ Գաղտնարանի առաստաղից թափվեցին հող ու մանր քարեր։ Ջահերը թարթեցին և գրեթե հանգան։ Օդը լցվեց փոշով, որը դժվարացնում էր շնչելը։ Թշնամին կորցրել էր համբերությունը։ Նրանք չէին սպասում դարպասների բացվելուն։ Նրանք որոշել էին պայթեցնել վանքի հիմքերը կամ փլուզել գետնուղիները։ Նրանք գիտեն, որ մենք այստեղ ենք, գոռաց Տեր Մեսրոպը, խուճապահար նայելով վեր։ Մենք կթաղվենք այստեղ ողջ, ինչպես այս ծերունին։ Պետք է տալ նրանց գիրքը, հիմա։
Ներսես եպիսկոպոսը ուշքի գալով առաջին ցնցումից նետվեց դեպի հայր Սահակը։ Նրա աչքերում այլևս խճխահարություն չկար, այլ կենդանական վախ եւ կատաղություն։ «Տուր գիրքը ծերուկ», գոռաց նա, փորձելով խլել կարմիր ավետարանը կույր վանահոր ձեռքից։ «Դու չես հասկանում, եթե թուրքերը մտնեն, նրանք կպղծեն ամեն ինչ։ Մենք պետք է փրկենք եկեղեցու ապագան, իսկ դու կառչել ես անցյալից»։ Սկսվեց մի տգեղ սրտխառնոց առաջացնող պայքար։ Եպիսկոպոսը, եկեղեցու բարձրագույն իշխանության ներկայացուցիչը, քաշքշում էր շղթայված, կույր սրբին, փորձելով խլել սուրբ գիրքը։ Հայր Սահակը, չնայած իր տարիքին եւ թուլությանը, բռնել էր գիրքը երկաթյա ակցանի պես։ Նրա մատները սպիտակել էին լարվածությունից։ «Դու չես կարող վերցնել այն ներսես», հևում էր ծերունին։ «Այս գիրքը այրում է անարժանների ձեռքերը։ Այնտեղ գրված է ձեր դատավճիռը»։ Գարեգինը մի պահ քարացավ, չհավատալով իր աչքերին։ Սա վերջն էր, սա հոգևոր կործանում էր։ Եթե հավատացյալները տեսնեին այս տեսարանը, ինչպես է եպիսկոպոսը հարձակվում սրբի վրա, հայոց հավատքը կփլուզվեր մեկ վայրկյանում։ Ոչ մի թուրքական թուր չէր կարող անել այն, ինչ անում էին նրանք հիմա իրար նկատմամբ։ «Կանգնեք», որոտաց Գարեգինը եւ ամբողջ ուժով հրեց Ներսեսին։ Եպիսկոպոսը ետ թռավ եւ ընկավ քարե հատակին։ Նրա պանակեն, իշխանության խորհրդանենիշը, ընկավ գլխից եւ գլորվեց ցեխի մեջ։ «Դու ձեռք բարձրացրիր եպիսկոպոսի վրա», սուլեց Ներսեսը, աչքերը լայն բացած։ «Դու նզովյալ ես, Գարեգին, ես կկարգալույծ անեմ քեզ, ես կհայտարարեմ քեզ հերետիկոս»։ «Մենք բոլորս արդեն դատապարտված ենք», պատասխանեց Գարեգինը սառը հանգստությամբ։ «Նայեք վերև»։ Առաստաղի վրա հայտնվել էր մի մեծ ճեղք, որից ջուր էր կաթում։ Ոչ, դա ջուր չէր, դա նավթ էր։ Սև, թանձր հեղուկը դանդաղ հոսում էր քարերի արանքից։ Թշնամին որոշել էր ոչ թե պայթեցնել, այլ այրել նրանց։ Նրանք լցնում էին գետնուղիները դյուրավառ հեղուկով։ Օդը ծանրացավ նավթի գարշահոտությունից։ «Նրանք պատրաստվում են վառել մեզ», շշնջաց երիտասարդաբեղաներից մեկը եւ սկսեց հեկեկալ։ «Մենք կայրվենք դժոխքի կրակներում»։ «Սա դժոխք չէ, զավակս», ասաց հայր Սահակը խաղաղ ձայնով։ «Սա մաքրագործում է։ Բայց մինչ կրակը կհասնի մեզ, դուք պետք է իմանաք ճշմարտությունը»։ «Գարեգին, մոտեցիր»։ Գարեգինը մոտեցավ, ծերունին բացեց կարմիր ավետարանը։ Էջերը դեղնել էին, բայց գիրը պարզ էր ու հստակ։ Սակայն դա սովորական գիր չէր։ Լուսանցքներում կարմիր թանաքով գրված էին անուններ, հայկական ազգանուններ, իշխանական տողմեր, եպիսկոպոսներ։ «Կարդա վերջին էջը», հրամայեց Սահակը։ Գարեգինը կարդաց, եւ այն, ինչ նա տեսավ, ստիպեց նրա ոտքերը թուլանալ։ Այնտեղ գրված էր մի պայմանագիր, մի հին, դարավոր պայմանագիր, որը կնքվել էր վանքի առաջնորդների եւ օտար նվաճողների միջև։ Ըստ այդ պայմանագրի, վանքը պահպանում էր անձեռնմխելիությունը ոչ թե Աստծո զորությամբ, այլ նրանով, որ ամեն տարի գաղտնի հանձնում էր հայոց լավագույն զավակներից մի քանիսին որպես ստրուկ։ Կարմիր ավետարանը սուրբ գիրք չէր, դա մեղքերի մատյանն էր, դա ցուցակն էր այն գնի, որը վճարվել էր խաղաղության դիմաց։ «Տեր Աստված», շշնջաց Գարեգինը, մենք վաճառել ենք մեր երեխաներինը։ «Ոչ թե մենք», ուղղեց Սահակը, «նրանք, ովքեր կարծում էին, որ քարերը ավելի կարևոր են, քան հոգիները»։ Ներսեսը գիտեր սրա մասին, ահա թե ինչու էր նա ուզում ոչնչացնել գիրքը, ոչ թե թշնամուց փրկելու, այլ հայ ժողովրդից թաքցնելու համար։ Գարեգինը դանդաղ շրջվեց դեպի Ներսեսը։ Եպիսկոպոսը կծկվել էր անկյունում, դեմքը թաքցնելով ձեռքերի մեջ։ Նա չէր հերքում, նրա լռությունը ավելի խոսուն էր, քան ցանկացած խոստովանություն։ Իրավիճակի մասշտաբը դարձավ ահռելի։ Խնդիրը ոչ թե դրսի թշնամին էր, այլ այն, որ ամբողջ եկեղեցական կառույցը, որին Գարեգինը ծառայել էր ամբողջ կյանքում, կանգնած էր ստի եւ արյան վրա։ Եթե այս ճշմարտությունը դուրս գար, հայ ժողովուրդը երբեք չէր ների եկեղեցուն, հավատքը կկործանվեր, բայց եթե նա լռեր, նա կդառնար մեղսակից։ «Ինչ պետք է անենք», հարցրեց Տեր Մեսրոպը, սարսափահար նայելով գրքին։ «Եթե մենք սա այրենք, ոչ ոք չի իմանա, մենք կսկսենք նորից, մաքուր էջից»։ «Կեղտի վրա մաքուր էջ չես գրի», ասաց Գարեգինը։ Այդ պահին նավթի կաթիլներից մեկը ընկավ վառվող ջահի վրա։ Բոցը բռնկվեց մի անգամից։ Կրակի լեզուն սլացավ վեր, դեպի առաստաղի ճեղքը, որտեղից հոսում էր հեղուկը։ Մի վայրկյանում սենյակի ջերմաստիճանը բարձրացավ անտանելի աստիճանի։
Դուռը, գոռաց Ներսեսը, վեր թռչելով, բացեք դուռը, մենք այրվում ենք։ Բայց դուռը փակ էր դրսից։ Դավաճանը, ով փակել էր նրանց, գիտեր պայթյունի մասին։ Նա թողել էր նրանց այրվելու, իր հետ տանելով գաղտնիքը գերեզման։ Գարեգինը նայեց հայր Սահակին։ Ծերունին հանգիստ էր։ Նա մեկնեց գիրքը Գարեգինին։ Վերցրու, ասաց նա, կա միայն մեկ ճանապարհ։ Դու պետք է ընտրես, փրկել եկեղեցու մարմինը, թե նրա հոգին։ Բայց մենք փակված ենք, հուսահատ գոչեց Գարեգինը, մենք չենք կարող դուրս գալ։ Դու ոչ, ժպտաց կույր ծերունին, բայց ճշմարտությունը ճանապարհ միշտ գտնում է։ Այս պատի հետևում նա չհասցրեց ավարտել։ Առաստաղի մի մեծ հատված, կրակի մեջ փաթաթված, պոկվեց եւ ընկավ ցած, փակելով նրանց եւ ելքի միջև եղած տարածությունը։ Նրանք կտրվեցին աշխարից, կրակե պատով։ Հիմա նրանք 5 հոգով էին, կրակի, մահվան եւ սարսափելի ճշմարտության հետ դեմ առ դեմ։ Եվ ամենավատն այն էր, որ դրսում, վանքի բակում, սկսեցին հնչել հայկական եկեղեցական զանգերը, բայց դրանք հնչում էին ոչ թե տագնապի, այլ տոնական հողանջով։ Դավաճանը բացել էր դարպասները։ Թշնամին մտնում էր տաթև ոչ թե որպես զավթիչ, այլ որպես ազատարար, ըստ հին պայմանագրի։ Գարեգինը հասկացավ, որ աղետն անխուսափելի է։ Գլուխ 5. Կրակե մկրտություն և ճշմարտության լույսը։ Տաք, խեղտող ցուխը արդեն լցրել էր գետնուղու յուրաքանչյուր սանտիմետրը, և մահվան շունչը դարձել էր շոշափելի, ինչպես այն սև կպչուն նավթը, որը շարունակում էր հոսել առաստաղի ծեղքերից, կարծես դժոխքի արցունքները լինեին։ Կրակի պատը, որը բաժանում էր նրանց փրկության միակ ելքից, մոլեգնում էր վայրակ գազանի պես, լափելով թթվածնի վերջին մնացորդները, իսկ դրսից հնչող ազատագրման զանգերը հնչում էին որպես սատանայական ծաղրանք 5 դատապարտված հոգիների համար։ Հայր Գարեգինը կանգնած էր քարե սեղանի մոտ, ձեռքերում սեղմած կարմիր ավետարանը, որի էջերը այրում էին նրա մատները ոչ թե ջերմությամբ, այլ այն սարսափելի, ծանր մեղքի գիտակցումով, որը դրոշմված էր դարերի ընթացքում։ Նա նայեց Ներսես եպիսկոպոսին, ով կծկվել էր անկյունում եւ աղոթում էր, բայց նրա աղոթքները նման էին վախկոտի հեկեկոցի, ոչ թե հավատացյալի խոսքի։ Ամեն ինչ վերջացած էր։ Եկեղեցին, որին նա նվիրել էր իր ողջ կյանքը, պարզվեց կառուցված է ստի եւ մարդավաճառության ավազի վրա, եւ հիմա այդ ավազը վերածվում էր ապակու կրակի ջերմությունից։ Բայց դա միայն սկիզբն էր հոգևոր փլուզման։ Հայր Սահակը, կույր եւ շղթայված ծերունին, հանկարծ բարձրացրեց գլուխը։ Նրա անկենթան աչքերում հայտնվեց մի տարօրինակ, անբացատրելի փայլ, որը ավելի պայծառ էր, քան շուրջ բոլորը մոլեգնող կրակը։ Նա չէր հազում ծխից, նա չէր դողում վախից, նա նման էր մեկին, ով տեսնում է այն, ինչը անտեսանելի է մահկանացուների համար։ Գարեգին, ծերունու ձայնը հնչեց հստակ եւ հրամայական, կտրելով կրակի աղմուկը։ Դու տեսնում ես մեղքը, որով փնտրում ես մեղք։ Դու կարդում ես այն, ինչ գրված է թանաքով, բայց մոռանում ես այն, ինչ գրված է հոգով։ Նետիր գիրքը կրակի մեջ։ Գարեգինը ցնցվեց։ Նետել, ոչնչացնել միակապացույցը, միակ բանը, որը կարող էր բացատրել այս դարավոր ողբերգությունը։ Ոչ, ճչաց Ներսեսը, վեր թռչելով տեղից, մի արա դա, եթե այրես գիրքը, մենք կկորցնենք պատմությունը, մենք կկորցնենք իշխանությունը, դա մեր միակ զենքն է թշնամու դեմ։ Իշխանություն, դառնությամբ հարցրեց Գարեգինը, այս գիրքը մեր ամոթն է սրբազան, այն պետք է այրվի մեզ հետ միասին։ Եվ առանց վարանելու, զգալով մի ներքին մղում, որը ավելի ուժեղ էր, քան բանականությունը, Գարեգինը մոտեցավ կրակի պատին եւ ամբողջ ուժով նետեց կարմիր ավետարանը ուղիղ բոցերի կենտրոնը։ Եվ հետո տեղի ունեցավ անհավանականը։ Գիրքը չայրվեց։ Մագաղաթը, որը պետք է վայրկենապես վերածվեր մոխրի, հանկարծ սկսեց թրթռալ կրակի մեջ։ Կազմի կաշին սևացավ ու թափվեց, բայց էջերը սկսեցին լուսարձակել։ Կրակը, կարծես հարգելով սրբությունը, չէր լափում թուղթը, այլ մաքրում էր այն։ Գարեգինը, Տեր Մեսրոպը եւ նույնիսկ Ներսեսը քարացել էին, աչքերը չկտրելով այդ տեսարանից։ Կարմիր թանաքը, այն սարսափելի ցուցակները, որոնք վկայում էին երեխաների վաճառքի մասին, սկսեցին գոլորշիանալ եւ անհետանալ, ինչպես ցողը արևի տակ։ Մեղքի մատյանը մաքրվում էր նրանց աչքի առաջ, բայց դա դատարկություն չէր, որ մնում էր։ Երբ կարմիր թանաքը անհետացավ, էջերի վրա սկսեցին երևալ ուրիշ տարրեր, ոսկեգույն լուսավոր տարրեր, որոնք թաքնված էին եղել կեղծիքի շերտի տակ դարեր շարունակ։
Դա պալիմպսեստ էր, կրկնագիր մագաղաթ, որի վրա չար մարդիկ գրել էին իրենց ստերը, ծածկելով ճշմարիտ սրբությունը։ Կրակը, այդ աստվածային տարերքը, այրեց կեղծիքը և բացահայտեց ճշմարտությունը։ Կարդա, շշննչաց հայր Սահակը, արցունքները հոսելով նրա կույր աչքերից։ Կարդա այն, ինչ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը իրականում թողել է մեզ։ Գարեգինը, անտեսելով դեմքը այրող ջերմությունը, մոտեցավ կրակին։ Ոսկե տարերը պարում էին օդում, ձևավորելով բառեր, որոնք փոխում էին ամեն ինչ։ Եվ ուխտեցի ես Տիրոջ հետ, որ ոչ մի զավակ հայոց չի կորչի, այլ կուղարկվի իբրև սերմ աշխարհի 4 ծագերը։ Նրանք, որոնց դուք կարծում եք վաճառված, նրանք ընտրյալներն են։ Նրանք գնացին գաղտնի, կրելու Սուրբ Գեղարդի մասունքները իրենց սրտերում, որպեսզի երբ գա ժամանակը, նրանք վերադառնան և վերականգնեն տաճարը։ Սա ստրկության գիր չէ, սա փրկության ուխտ է։ Գարեգինը զգաց, թե ինչպես է գետինը փախչում ոտքերի տակից։ Շոքը այնքան ուժեղ էր, որ նա հազիվ էր շնչում։ Նրանք չէին վաճառել երեխաներին, եկեղեցին դավաճան չէր։ Այդ բոլոր դարերի ընթացքում, երբ թվում էր, թե վանահայրերը գործարքի են գնում թշնամու հետ, նրանք իրականում իրականացնում էին մի վիթխարի գաղտնի ծրագիր, փրկելու հայոց գենոֆոնդը և հավատքը։ Նրանք ուղարկում էին լավագույններին դուրս, տալով նրանց գաղտնի գիտելիքներ, որպեսզի նրանք չոչնչանան ջարդերի ժամանակ։ Կարմիր ավետարանը ոչ թե մեղքերի ցուցակ էր, այլ հերոսների ցուցակ, իսկ վրան գրված կարմիր կեղծիքը պարզապես քողարկում էր, թշնամուն խաբելու համար։ Ներսես եպիսկոպոսը ընկավ ծնկների վրա և սկսեց բարձրաձայն հեկեկալ։ Ես չգիտեի, գոռում էր նա, խփելով գլուխը հատակին։ Ես կարծում էի, որ մենք մեղավոր ենք։ Ես ամաչում էի մեր անցյալից, դրա համար էի ուզում թաքցնել այն։ Ես անհավատ էի, Տեր, ես անհավատ էի։ Գարեգինը նայեց գրքին, որը հիմա փայլում էր անտանելի լույսով։ Ամբողջ այս ընթացքում նրանք ապրել էին ստի մեջ, կարծելով, թե իրենց եկեղեցին թույլ է և մեղավոր, բայց պարզվեց, որ իրենց եկեղեցին ավելի իմաստուն էր, քան նրանք կարող էին պատկերացնել։ Այս գիտակցումը վերափոխեց Գարեգինի հոգին։ Նրա մեջ մեռավ վախը, մեռավ կասկածը։ Նրա մեջ ծնվեց մի ուժ, որը նման էր հրաբխի ժայթքման։ Բայց հրաշքը դրանով չավարտվեց։ Ոսկե տարերից արձակվող լույսը այնքան ուժեղացավ, որ սկսեց ծակել գաղտնարանի պատերը։ Այն հարվածեց հայր Սահակի հետևի պատին, այնտեղ, որտեղ շղթայված էր ծերունին։ Քարը, որը դարերով անշարժ էր, սկսեց թափանցիկ դառնալ։ Լույսը քայքայում էր նյութը, վերածելով այն մաքուր էներգիայի։ «Ժամանակն է», ասաց Սահակը, ոտքի կանգնելով։ Նրա շղթայները հալվեցին և ընկան ցած։ Գրիգոր Լուսավորիչը գիտեր, որ կգա մի օր, երբ կրակը կփակի բոլոր ճանապարհները։ Եվ նա թողեց մեզ ոչ թե դուռ, այլ լույսի ճանապարհ։ Պատը անհետացավ։ Դրա հետևում բացվեց ոչ թե մութ քարանձավ, այլ մի հսկայական, ստորգետնյա տաճար, որի մասին ոչ ոք չգիտեր։ Այն լուսավորված էր հազարավոր անմար ճրագներով, որոնք վառվել էին դարեր առաջ և երբեք չէին հանգել։ Եվ այդ տաճարի կենտրոնում, բյուրեղյա պատվանդանի վրա, դրված էր մի բան, որը ստիպեց Գարեգինին մոռանալ շնչելու մասին։ Դա Սուրբ Գեղարդն էր, բայց ոչ այն կրկնօրինակը, որը ցուցադրվում էր վերևում։ Սա իսկականն էր, այն նիզակը, որը խոցել էր Քրիստոսի կողը։ Այն ճառագում էր մի զորություն, որը դողացնում էր օդը։ «Մենք փրկված չենք», շշնջաց Գարեգինը, քայլելով դեպի սրբությունը։ «Մենք զինված ենք»։ Այդ պահին նա հասկացավ ամեն ինչ։ Թշնամիները դրսում, այդ ազատարարները, նրանք եկել էին ոչ թե գրքի, այլ սրա հետևից։ Նրանք գիտեին։ Դավաճանը նրանց ասել էր ոչ թե երեխաների, այլ զենքի մասին։ Եվ ամբողջ այդ թատրոնը կարմիր ավետարանի շուրջ պարզապես խաղ էր, ստիպելու վանականներին բացել գաղտնարանը և առաջնորդել թշնամուն դեպի իսկական գանձը։ Գարեգինը շրջվեց դեպի իր եղբայրները։ Նրա դեմքը այլևս նույնը չէր։ Դա խոնար աբեղայի դեմք չէր, դա զորավարի դեմք էր։ «Եղբայրներ», ասաց նա, ձայնը լցված երկնային իշխանությամբ։ «Մենք սխալ էինք, մենք կարծում էինք, թե մենք զոհ ենք, բայց մենք պահապաններ ենք։ Եվ այսօր տաթևը չի ընկնի, այսօր տաթևը կբարձրանա»։ Նա վերցրեց իսկական գեղարդը։ Հենց այդ պահին վերևից լսվեց մի ահռելի դղրդյուն։ Գաղտնարանի առաստաղը վերջնականապես փլուզվեց և դրսի աշխարհը ներխուժեց ներս։ Փոշու և քարերի հետ միասին ներս թափվեցին նաև թշնամու զինվորները, սրերը մերկացրած, աչքերը ագահությամբ լի։
Նրանք տեսան լույսը, նրանք տեսան գանձը, բայց նրանք չէին սպասում տեսնել հայր Գարեգինին, ձեռքին բռնած Աստծո զենքը, որը փայլում էր արեգակի պես։ Ոչ ոք, ասաց Գարեգինը, եւ նրա ձայնը որոտաց ստորգետնյա տաճարում, չի կարող դիպչել հայոց սրբությանը եւ ողջ մնալ։ Շրջադարձը կատարված էր, վախը վերածվել էր ուժի, ամոթը վերածվել էր փառքի, եւ այն, ինչ պետք է լիներ նրանց գերեզմանը, դարձավ նրանց հաղթանակի բեմահարթակը։ Հավատացյալները դրսում, ովքեր լսում էին պայթյունները, շուտով տեսնելու էին մի բան, որը կպատմեին իրենց թոռներին 1000 տարի անց։ Գլուխ 6. Հարություն առած ոգին եւ խավարի նահանջը։ Փոշին դանդաղ նստում էր ավերակների վրա, ինչպես սքո քողը, որը հանգարցակի պատրվել էր աստվածային լույսի սրից։ Եվ այդ փոշու միջից, կարծես հինավուրց որմնանկարներից իջած, դուրս եկավ հայր Գարեգինը, ձեռքին պահած սուրբ գեղարդը, որը ճառագում էր մի այնպիսի զորություն, որ նույնիսկ օդը թրթռում էր լարվածությունից։ Թշնամու զինվորները, ովքեր վայրկյաններ առաջ ներխուժել էին ստորգետնատաճար, աչքերը վառված ավարառության մոլուցքով եւ սպանության ծարավով, այժմ քարացել էին իրենց տեղերում, սրերը կախված օդում, իսկ դեմքերին դաջված էր ոչ թե մարտական կատաղություն, այլ կենթանական անբացատրելի սարսափ։ Նրանք տեսնում էին ոչ թե միայնակ վանականի, այլ մի լուսե պատնեշ, որը անհնար էր հաղթահարել ոչ մի երկրային զենքով։ Քանզի այդ լույսը այրում էր ոչ թե մաշկը, այլ խղճի մնացորդները։ Լռությունը, որը տիրեց ստորգետնյա դամբարանում, ավելի ծանր էր, քան վերևում փլուզված առաստաղի քարերը, եւ այդ լռության մեջ լսվում էր միայն Ներսես եպիսկոպոսի խզված, ընդհատվող շնչառությունը, ով ծնկի էր իջել ոչ թե թշնամու, այլ ճշմարության առջև։ Սա պարզապես վախ չէր, սա հոգևոր աշխարհակարգի փլուզումն էր եւ նորի ծնունդը։ Ներսեսը, ով ամբողջ կյանքում առաջնորդվել էր քաղաքական հաշվարկներով եւ եկեղեցական դիվանագիտությամբ, հանկարծ հասկացավ իր գոյության ողջ սնանկությունը։ Նա նայում էր Գարեգինին եւ տեսնում էր ոչ թե իր ենթակային, այլ իր դատավորին։ Այն մեղքը, որը նա վերագրում էր նախնիներին, պարզվեց հերոսություն էր, իսկ այն իմաստությունը, որով նա հպարտանում էր, պարզվեց դավաճանություն էր։ Նրա աչքերից հոսող արցունքները լվանում էին ոչ միայն փոշին, այլև տարիների կեղծիքը։ Մենք սուրբ էինք, շշնջաց Ներսեսը, ձեռքերը խրելով մոխրի մեջ։ Իսկ ես ուզում էի վաճառել մեր սրբությունը, կարծելով, թե դա ամոթ է։ Թշնամու հրամանատարը, մի հաղթանդամ, սպիավոր դեմքով տղամարդ, փորձեց առաջ շարժվել։ Նա սովոր էր, որ վանականները խոնարհվում են, որ խաչերը ընկնում են սրի հարվածից, բայց այս անգամ նրա ոտքերը չէին ենթարկվում իրեն։ Սուրբ գեղարդից եկող էներգիան ստեղծել էր մի անտեսանելի դաշտ, որը հետ էր մղում ցանկացած չար մտադրություն։ Նա զգաց, որ եթե եւս մեկ քայլ կատարի, իր սիրտը պարզապես կկանգնի։ Հետ գնացեք, ասաց Գարեգինը։ Նրա ձայնը ցածր էր, բայց այն հնչեց ինչպես որոտ, արձագանքելով քարանձավի պատերին։ Այս հողը ձերը չէ, այս գանձը ձերը չէ, եւ այս հոգիները ձերը չեն։ Զինվորները սկսեցին նահանջել։ Նրանք կծում էին զենքերը, ծածկում էին դեմքերը ձեռքերով, փախչելով ոչ թե մարդուց, այլ լույսից։ Դա խուճապահար փախուստ էր, որը նման չէր ոչ մի ռազմական նահանջի։ Հայր Սահակը, կույր ծերունին, ոտքի կանգնեց առանց օգնության։ Նրա դեմքին խաղում էր մի երանելի ժպիտ, որը կարծես ասում էր. «Ես գիտեի»։ Նա մոտեցավ Ներսեսին եւ ձեռքը դրեց նրա դողացող ուսին։ «Վեր կաց եպիսկոպոս», ասաց Սահակը։ Ապաշխարությունը ոչ թե գետնին պարկելն է, այլ ոտքի կանգնելը եւ սխալը ուղղելը։ Եկեղեցին այսօր քո կարիքը ունի ոչ թե որպես իշխանի, այլ որպես ծառայի։ Նրանք սկսեցին բարձրանալ փլատակների վրայով դեպի վեր, դեպի վանքի գլխավոր բակը։ Ճանապարհը դժվար էր, բայց գեղարդի լույսը լուսավորում էր ամեն քայլը։ Երբ նրանք դուրս եկան արևի լույսի տակ, տեսարանը, որը բացվեց նրանց առջև, ցնցող էր։ Վանքի բակը լիքն էր մարդկանցով։ Այնտեղ էին ոչ միայն վանականները, այլև թշնամու զորքերը, որոնք ներխուժել էին բաց դարպասներով։ Բայց կռիվ չկար։ Բոլորը քարացած նայում էին դեպի գետնուղու մուտքը, որտեղից դուրս էին գալիս մեռելները։ Տեսնելով հայր Գարեգինին ողջ եւ անվնաս, ձերքին պահած առասպելական գեղարդը, հայ վանականները ծնկի իջան։ Դա երկրպագություն չէր մարդուն, դա խոնարհում էր հրաշքի առջև։ Բայց ամենաուշագրավը Տեր Մեսրոպի եւ մյուս հոգևորականների արձագանքն էր։
Նրանք, ովքեր րոպեներ առաջ պատրաստ էին հանձնվել, ովքեր կասկածում էին Գարեգինին եւ նրան համարում խելագար, այժմ նայում էին նրան արցունքոտ աչքերով։ Նրանց հոգիներում տեղի էր ունենում մի հեղաշրջում։ Վախը, որը կապկպել էր նրանց տարիներ շարունակ, հոդս ցնդեց։ Նրանք հասկացան, որ իրենց եկեղեցին ոչ թե թույլ է, այլ հզոր, եւ այդ զորությունը թաքնված էր եղել հենց նրանց ոտքերի տակ։ Հանկարծ ամբոխի միջից դուրս եկավ մայր Հռիփսիմեն։ Նա նայեց Գարեգինին, ապա Ներսեսին եւ վերջապես կույր Սահակին։ Նա հասկացավ ամեն ինչ առանց բարերի։ Նա մոտեցավ զանգակատան պարանին եւ անտեսելով թշնամու զինվորների ներկայությունը, սկսեց հնչեցնել զանգը։ Բայց դա տագնապի զանգ չէր, դա հաղթանակի ավետիսն էր։ Տեսեք, գոռաց նա, մատը տնկելով դեպի Գեղարդը։ Մեր հայրերը չեն վաճառել մեզ, մեր հայրերը զինել են մեզ։ Այս բառերը կայծակի պես տարածվեցին բակում։ Վանականները, սարկավակները, նույնիսկ վախեցած երեխաները սկսեցին ոտքի կանգնել։ Նրանց մեջքները ուղղվեցին, նրանց հայացքները դարձան համարձակ։ Թշնամին, որը եկել էր տեսնելու ստրուկների, հանկարծ հայտնվեց մի բանակի դիմաց, որը զինված էր ոչ թե սերերով, այլ անկոտրում ոգով։ Ներսես եպիսկոպոսը առաջ եկավ, նրա հագուստը պատառոտված էր, դեմքը մրոտ, բայց նրա ձայնը երբեք այսքան հաստատուն չէր եղել։ Ես մեղավոր եմ բոլորիդ առջև, ասաց նա բարձրաձայն, դիմելով միաբանությանը։ Ես առաջնորդել եմ ձեզ վախով, ոչ թե հավատքով, բայց այսօր Աստված բացեց մեր աչքերը։ Այսուհետ մենք չենք բանակցելու չարի հետ, մենք հաղթելու ենք չարին։ Եկեղեցական հիերարխիան վերափոխվեց մեկ ակնթարթում։ Պաշտոնները, կոչումները, ոսկե խաչերը կորցրին իրենց նշանակությունը։ Առաջնորդ դարձավ նա, ով ուներ հոգի, Գարեգինը, իսկ նրանք, ովքեր ունեին միայն իշխանություն, դարձան հետևորդներ։ Սա նոր եկեղեցու ծնունդն էր, մաքրված կրակով եւ ճշմարտությամբ։ Բայց հարցը մնում էր. ինչ անել թշնամու բանակի հետ, որը դեռ կանգնած էր պարիսպներից այն կողմ։ Գարեգինը նայեց Սուրբ Գեղարդին։ Նա զգաց, որ նիզակը ոչ թե պարզապես առարկա է, այլ բանալի, այն պահանջում էր գործողություն։ Բացեք գլխավոր դարպասները, հրամայեց Գարեգինը։ Բայց հայր Սուրբ փորձեց առարկել Տեր Մեսրոպը, թեև նրա ձայնի մեջ արդեն չկար նախկին վախը։ Նրանք հազարավոր են։ Բացեք, կրկնեց Գարեգինը, մենք չենք թաքնվելու պարիսպների հետևում, ճշմարտությունը պետք է դուրս գա աշխարհ։ Դարպասները դանդաղ ճռոցով բացվեցին։ Գարեգինը դուրս եկավ առաջինը։ Նրա հետևից կույր Սահակը, ում առաջնորդում էր Ներսես եպիսկոպոսը, ապա ողջ միաբանությունը։ Նրանք դուրս եկան վանքից եւ սկսեցին քայլել ուղիղ դեպի թշնամու բանակը։ Թշնամու գլխավոր հրամանատարը, ով նստած էր իր շքեղ վրանի մոտ, ապշած նայում էր այդ տեսարանին։ Նա սպասում էր, որ հայերը դուրս կգան սպիտակ դրոշով, գլխիկոր եւ ողորմություն աղերսելով։ Փոխարենը նա տեսավ մի հզոր թափոր, որի առջևից ընթանում էր մի վանական, ձեռքին պահած մի փայլատակող նիզակ, որի լույսը ստիպում էր ձիերին խրխինջալ եւ ծառս լինել։ Ինչ է սա, գոռաց հրամանատարը իր զինվորներին, կրակեք, ոչնչացրեք նրանց։ Նետաձիգները լարեցին աղեղները, հարյուրավոր նետեր ուղղվեցին դեպի Գարեգինի սիրտը, բայց ոչ ոք չարձակեց նետը։ Զինվորների ձեռքերը դողում էին։ Նրանք նայում էին Գեղարդին եւ տեսնում էին ոչ թե զենք, այլ իրենց սեփական մեղքերի արտացոլանքը։ Նրանց մեջ արթնացավ մի վաղեմի, նախնադարյան վախ Աստծո ցասումից։ Գարեգինը կանգ առավ բանակի դիմաց։ Նա բարձրացրեց Գեղարդը դեպի երկինք։ Դուք եկել էիք վերցնելու այն, ինչը ձեզ չի պատկանում, ասաց նա, եւ նրա ձայնը լսելի էր յուրաքանչյուր զինվորի համար։ Դուք ուզում էիք մեր երեխաներին, դուք ուզում էիք մեր հավատքը, բայց դուք մոռացել եք, որ այս լեռները ունեն Տեր, եւ այդ Տերը ես չեմ։ Այդ Տերը նա է, ում արյունը դեռ այս նիզակի վրա է։ Այդ պահին ամպերը ցրվեցին եւ արևի մի հզոր սյուն իջավ ուղիղ Գեղարդի վրա։ Լույսի պայթյունը այնքան ուժեղ էր, որ թշնամու բանակի առաջին շարքերը ծնկի իջան, աչքերը փակելով։ Գարեգինը շրջվեց դեպի իր ժողովուրդը։ Նա տեսավ նրանց աչքերում վճռականություն։ Նա հասկացավ, որ պատերազմը հաղթված է ոչ թե սպանելով, այլ կոտրելով թշնամու ոգին։ Եկեղեցին վերածնվել էր։
Եվ այս նոր եկեղեցին այլևս երբեք չէր լինելու զոհ։ «Մենք գնում ենք Երևան», ասաց Գարեգինը ցածր, բայց հաստատուն։ «Մենք տանելու ենք այս լույսը բոլորին։ Մենք պետք է մաքրենք ոչ միայն Տաթևը, այլև ողջ Հայաստանը այն վախից, որը թունավորել է մեր արյունը դարերով։ Սա այլևս պաշտպանություն չէր։ Սա խաչակրած արշավանք էր հանուն ճշմարտության։ Եվ առաջին քայլը արված էր։ Գլուխ 7. Առյուծի զարթոնքը և հոգևոր պատերազմի սկիզբը։ Արևի սյունը, որը հարվածել էր Սուրբ Գեղարդին, դեռ թրթրում էր օդում, ստեղծելով մի անտեսանելի վահան հայր Գարեգինի և թշնամու բանակի միջև։ Բայց խաղաղությունը խաբուսիկ էր, ինչպես փոթորքից առաջ տիրող անդոռը, որովհետև թշնամին, թեև վախեցած, դեռ չէր կոտրվել։ Հրամանատարը, ում անունը Ասլան բեկ էր և ով հայտնի էր իր դաժանությամբ ողջ տարածաշրջանում, հասկացավ, որ եթե հիմա նահանջի, միայնակ վանականի առջև իր հեղինակությունը կոչնաչանա, իսկ իր զինվորները կհոշոտեն իրեն։ Նա դուրս քաշեց իր ծանր կեռտ թուրը, որի վրա դեռ չորացած արյան հետքեր կային, և մտրաքեց իր սև նժույգին, ստիպելով կենդանուն ծառս լինել։ Նրա աչքերը վառվում էին ատելությամբ, բայց այդ ատելության խորքում թաքնված էր մի սարսափելի ճշմարտություն։ Նա գիտեր, որ կռվում է ոչ թե մարդու, այլ մի ուժի դեն, որը նա չի կարող հասկանալ։ «Դուք կարծում եք, որ այդ փայլուն խաղալիքը կփրկի ձեզ», գոռաց նա, ձայնը խլացնելով քամու ոռնոցը։ «Ես այրել եմ հարյուրավոր եկեղեցիներ։ Ես տեսել եմ, թե ինչպես են ձեր սրբերը լռում։ Երբ ես կտրում եմ նրանց ծառաների գլուխները, հարձակվեք, սպանեք նրան»։ Բայց զինվորները տատանվում էին։ Նրանք տեսել էին լույսը, նրանք զգացել էին այն ջերմությունը, որը դուրս էր գալիս Գեղարդից։ Եվ ամենակարևորը, նրանք տեսնում էին Գարեգինի աչքերը։ Այդ աչքերում չկար վախ, չկար աղերսանք։ Այնտեղ կար միայն խորը, անհատակ խաղաղություն, որը սարսափեցնում էր ավելի շատ, քան ցանկացած սպառնալիք։ Գարեգինը մի քայլ առաջ արեց։ «Ասլան բեկ», ասաց նա, և նրա ձայնը հնչեց ոչ թե որպես մարդկային խոսք, այլ որպես դատավճիռ։ «Դու այրել ես քարերը, բայց ոչ եկեղեցին։ Դու սպանել ես մարմինները, բայց ոչ հավատքը։ Եվ այսօր դու կիմանաս, որ կա մի դատավոր, ումից դու չես կարող թաքնվել ոչ մի զրահի տակ»։ Հանկած բեկը նետեց իր նիզակը։ Սուր մետաղը սուլեց օդում, ուղղված ուղիղ Գարեգինի կրծքին։ Վանականները ետևում ճչացին։ Ներսես եպիսկոպոսը փակեց աչքերը։ Բայց Գարեգինը չշարժվեց։ Նա պարզապես բարձրացրեց Սուրբ Գեղարդը, և տեղի ունեցավ անհավանականը։ Նիզակը, հասնելով Գեղարդի լույսին, օդում բռնկվեց։ Այն վերածվեց մոխրի, դեռ չհասած իր նպատակին։ Մոխիրը թափվեց Գարեգինի ոտքերի մոտ, ինչպես սև ձյուն։ Սա կախարդանք է», գոռաց բեկը, հետ քաշելով ձիու սանձը։ «Սա հավատք է», պատասխանեց Գարեգինը, «և հիմա իմ հերթն է»։ Նա շրջվեց դեպի իր միաբանությունը։ Նրանք կանգնած էին, շնչակտուր, աչքերը լայն բացած։ Նրանք սպասում էին հրամանի։ Բայց Գարեգինը չհրամայեց վերցնել զենք։ Նա հրամայեց վերցնել խաչերը։ «Եղբայրներ», ասաց նա, «մենք չենք կռվելու նրանց զենքով, մենք կռվելու ենք մեր զենքով։ Սկսեք պատարագը, հենց այստեղ, բաց երկնքի տակ, թշնամու դեմ հանդիման»։ Սա խելահեղություն էր։ Սկսել սուրբ պատարագ ռազմադաշտում, երբ հազարավոր սրեր ուղղված են քո դեմ։ Բայց դա այնպիսի խելահեղություն էր, որը փոխում է պատմության ընթացքը։ Տեր Մեսրոպը, ով մինչ այդ դողում էր վախից, առաջինը սթափվեց։ Նա հագավ իր փիլոնը, վերցրեց բուրվարը և սկսեց խնքարկել։ Օրհնյալ է թագավորությունը հոր և որդվո և հոգվույն Սրբո։ Նրա ձայնը դողում էր, բայց աստիճանաբար դարձավ հզոր։ Վանականները սկսեցին երգել. «Սուրբ Աստված, սուրբ և հզոր»։ Երգեցողությունը տարածվեց ձորով մեկ, խլացնելով քամին։ Խլացնելով ձիերի դոփյունը, խլացնելով նույնիսկ վախը։ Ասլան բեկը կատաղեց։ Նա հասկացավ, որ կորցնում է վերահսկողությունը։ Նրա զինվորները սկսել էին իջնել ձիերից։ Ոմանք հանում էին սաղավարտները։ Նրանք մուսուլմաններ էին, բայց նրանք հասկանում էին սրբության լեզուն։ Նրանք տեսնում էին, որ այս մարդիկ չեն վախենում մահից, որովհետև նրանք արդեն հաղթել են մահը։ «Հարձակվեք, անիծյալներ», գոռում էր բեկը, մտրակելով իր իսկ զինվորներին։
Սպանեք նրանց, նրանք ծաղրում են մեզ։ Եվ այդ պահին Գարեգինը արեց իր վճռական քայլը։ Նա, ձեռքին պահած գեհարդը, սկսեց քայլել ուղիղ դեպի Ասլանբեկը։ Նա քայլում էր դանդաղ, հանդիսավոր, ինչպես թափորի ժամանակ։ Նրա ետևից գալիս էին մյուսները, շարունակելով երգել։ Բեկը մնացել էր մենակ։ Իր զինվորները բացել էին ճանապարհը։ Նա հասկացավ, որ թակարդում է։ Նա չէր կարող փախչել, որովհետև դա կլիներ խայտառակություն։ Նա չէր կարող հարձակվել, որովհետև նրա ձեռքերը չէին ենթարկվում։ Երբ Գարեգինը հասավ նրան, ձիու դեմքին, կենդանին ծնկի իջավ։ Բեկը սայթաքեց և ընկավ գետնին, ուղիղ Գարեգինի ոտքերի մոտ։ Լռություն տիրեց։ Բոլորը սպասում էին, որ Գարեգինը կխփի նրան, կսպանի նրան։ Դա կլիներ արդար, դա կլիներ վրեժ։ Բայց Գարեգինը արեց այն, ինչը ոչ ոք չէր կարող պատկերացնել։ Նա մեկնեց ձեռքը և օգնեց թշնամուն ոտքի կանգնել։ «Գնա», ասաց նա ցածր, «գնա և պատմիր քո տիրոջը, որ դու տեսել ես ոչ թե թույլերին, այլ զորավորներին։ Պատմիր, որ հայոց հողը պաշտպանված է ոչ թե պատերով, այլ Աստծով։ Եվ եթե դուք նորից գաք, մենք կդիմավորենք ձեզ ոչ թե սրով, այլ այս լույսով, որը կայրի ձեր հոգիները»։ Ասլանբեկը նայեց Գարեգինի աչքերին։ Նա տեսավ այնտեղ ոչ թե ատելություն, այլ խղճահարություն։ Եվ դա նրան կոտրեց ավելի շատ, քան ցանկացած պարտություն։ Նա հեծավ ձին և առանց ետ նայելու սլացավ հեռու։ Նրա զորքը հետևեց նրան։ Վանքը ազատագրված էր։ Բայց Գարեգինը գիտեր, որ սա վերջը չէ։ Նա շրջվեց դեպի Ներսես եպիսկոպոսը։ «Հիմա», ասաց նա, «մենք պետք է մաքրենք մեր տունը, դավաճանը դեռ այստեղ է»։ Ներսեսը գունատվեց, նա գիտեր, թե ում մասին է խոսքը։ Նա փաքել է, կակագեց եպիսկոպոսը։ «Ոչ», ասաց կույր Սահակը առաջ գալով, «նա չի փաքել»։ Նա թաքնված է խորանի տակ։ Ես լսում եմ նրա սրտի տրոփյունը։ Գարեգինը մտավ եկեղեցի։ Նա մոտեցավ խորանին և բարձրացրեց գորգը։ Այնտեղ, կծկված, դողում էր երիտասարդ սարկավագներից մեկը։ Նա, ով բերել էր կեղծ լուրը Արմենի մասին։ Նա, ով փակել էր նրանց գաղտնարանում։ «Ինչու՞», հարցրեց Գարեգինը։ «Նրանք խոստացան ինձ եպիսկոպոսություն», հեքեկաց դավաճանը։ «Նրանք ասացին, որ եկեղեցին պետք է փոխնի, որ հին ավանդույթները մեռած են»։ «Եկեղեցին փոխվում է ոչ թե դավաճանությամբ, այլ զոհաբերությամբ», ասաց Գարեգինը։ «Դու ուզում ես իշխանություն, դու կստանաս այն։ Դու կլինես այս վանքի դռնապանը մինչև քո կյանքի վերջը։ Դու կտեսնես, թե ինչպես են մարդիկ գալիս հավատքի, իսկ դու կմնաս դրսում։ Դա ավելի դաժան պատիժ էր, քան մահը»։ Այդ օրը Տաթևում սկսվեց մի նոր դարաշրջան։ Գարեգինը հասկացավ, որ իր առաքելությունը նոր է սկսվում։ Նա պետք է վերականգներ ոչ միայն պատերը, այլև մարդկանց հոգիները։ Եվ նա ուներ ամենահզոր զենքը՝ ճշմարտությունը։ Գլուխ 8. Հավերժության դարպասները և նոր արշալույսը։ Արևը դանդաղորեն թեքվում էր դեպի Սյունյաց լեռների արևմտյան գագաթները, ներկելով Տաթևի վանքի խաչքարերը արյան և ոսկու գույներով։ Սակայն այս անգամ այդ կարմիրը խորհրդանշում էր ոչ թե մահ, այլ վերածնունդ։ Վանքի բակում հավաքված հազարավոր մարդիկ, վանականներ, գյուղացիներ և նույնիսկ նախկինում փախուստի դիմաց զինվորականներ կանգնած էին քարացած, շունչները պահած, քանզի նրանց աչքի առաջ կատարվում էր մի բան, որը վեր էր մարդկային դատաստանից։ Խորանի կենտրոնում կանգնած էր հայր Գարեգինը, աջ ձեռքում ամուր սեղմած սուրբ գեղարդը, իսկ ձախում այն մագաղաթյա գիրքը, որը դարեր շարունակ համարվել էր ամոթի խարան, բայց պարզվել էր փրկության վկայագիր։ Նրա ոտքերի մոտ, փոշու մեջ, կծկվել էր դավաճան սարկավագը, ում մարմինը դողում էր ոչ թե ցրտից, այլ այն ահռելի ճնշումից, որը գալիս էր հավաքված բազմության լռությունից։ Ներսես եպիսկոպոսը, ով ժամեր առաջ դեռ պահանջում էր հանձնել սրբությունները, այժմ կանգնած էր Գարեգինի կողքին, գլխի կոր, առանց իր շխեղ պանակեի, հասարակ աբեղայի շորերով, և պահում էր խունքի ամանը, որպես վերջնական հաշվեհարդարի պահներ։ «Ժողովուրդ հայոց», Գարեգինի ձայնը որոտաց, արձագանքելով որոտանի կիրճում։ «Դուք տարիներ շարունակ ապրել եք ստվերի մեջ, կարծելով, թե մենք վաճառել ենք ձեր զավակներին։ Դուք ատել եք այս պատերը, որովհետև կարծում էիք, թե դրանք կառուցված են դավաճանության վրա։ Բայց այսօր կրակը մաքրեց կեղծիքը։
Նա բարձրացրեց կարմիր ավետարանը վեր։ Այս գրքում գրված են ոչ թե ստրուկների, այլ առաքյալների անունները։ Ձեր պապերը, ձեր հայրերը, ում դուք սգում էիք, նրանք գնացին օտար ափեր ոչ թե որպես գերիներ, այլ որպես լույսի սերմնացաններ։ Նրանք տարան իրենց հետ մեր մշակույթը, մեր գիրը, մեր ոգին, որպեսի եթե այս քարերը քանդվեն, Հայաստանը ապրի նրանց սրտերում։ Ամբոխի միջից լսվեցին հեկեկոցներ։ Մի ծեր կին, ով կորցրել էր իր որդուն 10 տարի առաջ եկավ և դողտոջուն ձեռքերով դիպավ գրքին։ Նա չէր հավատում։ Ցավը, որը կրծում էր նրա սիրտը տասնամյակներ, հանկարծ վերածվեց հպարտության։ Նրա որդին հերոս էր։ Բայց դրաման դեռ չէր ավարտվել։ Գարեգինը իջեցրեց հայացքը դեպի դավաճանը։ Երիտասարդը բարձրացրեց արցունքոտ աչքերը, սպասելով մահվան։ Ըստ եկեղեցական հին կանոնների և լեռնականների օրենքի, նա արժանի էր ամենադաժան պատժին։ Ամբոխը սկսեց շշնջալ. «Մահ, քարկոծել, նետել ձորը»։ Ատելությունը, որը կուտակվել էր թշնամու դեմ, այժմ ուղղվել էր դեպի այս խչուկ արարածը։ «Լռեք», հրամայեց Գարեգինը, «մենք գազաններ չենք, մենք Քրիստոսի զինվորներն ենք»։ Նա մեկնեց սուրբ գեղարդը դեպի դավաճանը։ Սայրը հպվեց տղայի ուսին։ Բոլորը սպասում էին, որ նա կխոցի նրան։ Բայց փոխարենը գեղարդից դուրս եկավ մի մեղմ սպիտակ լույս, որը պարուրեց մեղավորին։ «Ես չեմ սպանի քեզ», ասաց Գարեգինը, «մահը շատ հեշտ ելք է, դու կապրես, որպեսի ամեն օր տեսնես այն սրբությունը, որը փորձեցիր վաճառել։ Դու կլինես այս տաճարի ստվերը, դու կմաքրես մոմակալները, դու կլվաս հատակը, բայց դու երբեք, լսում ես, երբեք չես մտնի սուրբ խորան։ Սա է քո պատիժը՝ լինել լույսի կողքին, բայց մնալ խավարում, մինչև քո արդյունքները չլվանան քո հոգու սևությունը»։ Դավաճանը ընկավ երեսնիվայր և համբուրեց Գարեգինի ոտքերը։ Նա հասկացավ, որ իրեն շնորհվել է կյանք։ Բայց այդ կյանքը լինելու է ծանրագույն ապաշխարություն։ Այդ պահին կույր հայր Սահակը, ում աչքերը չէին տեսնում արևը, բայց տեսնում էին Աստծուն, մոտեցավ խորանի եզրին։ Նա բարձրացրեց ձեռքերը, և նրա շղթաների հետքերը դեռ երևում էին դաստակներին։ «Տերն է ասում», նրա ձայնը թույլ էր, բայց լսելի բոլորին։ Այսօր վերականգնվեց ուխտը։ Տաթևը այլևս քարերի կույտ չէ, Տաթևը այսօրվանից հոգու ամրոց է։ Եվ ով մտնի այստեղ մաքուր սրտով, նա կստանա գեղարդի զորությունը։ Եվ հենց այդ վայրկյանին վանքի գլխավոր զանգը, որը լուր էր մնացել տարիներ շարունակ, ինքն իրեն սկսեց ղողանջել։ Դա մարդու ձեռքի գործ չէր, դա երկնային նշան էր։ Լարվածությունը կոտրվեց, մարդիկ սկսեցին գրկախառնվել, թշնամանքը, վախը, կասկածը հալվեցին գեղարդի լույսի և եղբայրական սիրո մեջ։ Ներսես եպիսկոպոսը մոտեցավ Գարեգինին և առաջին անգամ իր կյանքում խոնարհվեց նրա առջև ոչ թե ձևականորեն, այլ որդիական հնազանդությամբ։ «Դու ես ճշմարիտ առաջնորդը», ասաց Ներսեսը, «առաջնորդիր մեզ»։ Գարեգինը նայեց իր եղբայրներին, նա տեսավ Տեր Մեսրոպին, ով արդեն կազմակերպում էր վիրավորների խնամքը։ Նա տեսավ մայր Հռիփսիմեին, ով հաց էր բաժանում սովածներին, դեմքին երանելի ժպիտ։ Եկեղեցին բուժվում էր, վերքերը դեռ թարմ էին, բայց թույնը դուրս էր եկել։ «Մենք շատ գործ ունենք», ասաց Գարեգինը, դնելով գեղարդը իր տեղը խորանի վրա։ «Պատերը քանդված են, գրքերը այրված են, բայց մենք ունենք ամենակարևորը, մենք ունենք իրար»։ Հաջորդող ամիսները դարձան Տաթևի ոսկե դարաշրջանի սկիզբը։ Լուրը հրաշքի մասին տարածվեց ողջ Հայաստանով։ Մարդիկ գալիս էին հեռավոր գավառներից, ոչ միայն տեսնելու Սուրբ Գեղարդը, այլև մասնակցելու վանքի վերականգնմանը։ Յուրաքանչյուրը բերում էր մի քար, մի գիրք, մի կտոր հաց։ Այն, ինչը թշնամին փորձել էր ոչնչացնել, դարձավ միասնության խորհրդանիշ։ Ներսեսը, հրաժարվելով եպիսկոպոսական շքեղությունից, դարձավ վանքի գրատան ղեկավարը։ Նա, ով ուզում էր այրել պատմությունը, այժմ դարձավ դրա ամենաջերմեռանդ պահապանը, վերականգնելով վնասված ձեռագրերը։
Հայր Սահակը ապրեց ևս 3 տարի, շրջապատված սիրով եւ հոգատարությամբ, եւ երբ նա մահացավ, նրա գերեզմանը դարձավ ուխտատեղի, իսկ դավաճանը նա մնաց։ Նա ամեն առավոտ մաքրում էր եկեղեցու բակը, ձմռանը մաքրում էր ձյունը, ամռանը փոշին։ Նա չէր խոսում, նա չէր բարձրացնում աչքերը, բայց տարիներ անց մարդիկ նկատեցին, որ նրա դեմքը փոխվել է, տառապանքը մաքրել էր նրան։ Եվ երբ Գարեգինը, արդեն ծերացած եւ ալեհեր, մի օր մոտեցավ նրան եւ օրհնեց, նախկին դավաճանը առաջին անգամ ժպտաց։ Նա գտել էր իր խաղաղությունը։ Տաթևի վանքը կանգուն է մինչ օրս։ Երբ դուք կանգնում եք այդ հզոր պարիսպների տակ եւ նայում եք որոտանի անդունդին, դուք զգում եք ոչ թե քարի սառնությունը, այլ այն կրակը, որը վառվեց հայր Գարեգինի սրտում։ Դուք զգում եք Սուրբ Գեղարդի ներկայությունը, որը, թեև այժմ պահվում է Էջմիածնում, իր հոգևոր հետքը թողել է այս լեռներում հավերժ։ Այս պատմությունը մեզ սովորեցնում է մի պարզ, բայց հզոր ճշմարտություն. եկեղեցին շենք չէ, եկեղեցին մարդիկ են, եւ ամենամեծ հրաշքները տեղի են ունենում ոչ թե երկնքում, այլ մարդկային հոգու ներսում, երբ մենք գտնում ենք ուժ ներելու, սիրելու եւ զոհաբերելու։ Հայ ժողովուրդը անցել է կրակի եւ սրի միջով, բայց մենք չենք այրվել եւ չենք կտրվել, որովհետեւ մեր արմատները խրված են ոչ թե հողի, այլ երկնքի մեջ։ Մենք կարմիր ավետարանի ժողովուրդն ենք, գրված արյամբ, բայց կնքված լույսով։ Իսկ հիմա, սիրելի հայրենակիցներ, ես ուզում եմ դիմել ձեզ, եթե դուք լինեիք հայր Գարեգինի տեղում, կկարողանայիք ներել դավաճանին, կկարողանայիք հաղթահարել վրեժի ծարավը եւ ընտրել ողորմությունը, կամ գուցե դուք կվարվեիք այլ կերպ։ Գրեք ձեր մտքերը մեկնաբանություններում, կիսվեք ձեր ընտանեկան պատմություններով, գուցե ձեր նախնիները նույնպես եղել են այն կորած սերմերի մեջ, որոնք փրկվել են հրաշքով։ Մենք ուզում ենք լսել ձեր ձայնը։ Մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին եւ սեղմել զանգակը, որպեսի բաց չթողնեք հաջորդ պատմությունը, որը լինելու է ել ավելի հուզիչ եւ ուսանելի։ Թող Աստված պահապան լինի Հայաստան աշխարհին, մեր Սուրբ եկեղեցուն եւ ձեզնից յուրաքանչյուրին։ Հիշեք, քանի դեռ մենք ունենք հավատք, մենք անպարտելի ենք։ Փառք Աստծո, հավիտյանաս հավիտենից, ամեն։